Գյումրին եղել է տեքստիլի, կարելի ասել, այն մշակույթով ներծծված քաղաք, որը քո միջոցով, քո ջանքերով վերածնվել է։ Գնահատում ենք մեր ուժեղ կողմերը, մենք համեմատում ենք մեզ մյուս արտասահմանյան կամպանիաների հետ։ Հաստատի 5 գործարան է աշխատում քո նախագահության տակ։ Քո արտադրությունը այնպես է կազմակերպել, որ դու ստանում ես լավ որակ, լավ գնով։ Որպեսզի հաջողության հասնես, դու պետք է շատ բան իմանաս։ Այդ գիտելիքները մենք հիմա արդեն ունենք։ Սիրելի ընկերներ, օգտագործեք Allianz-ի ռեսուրսները, որովհետև այդ ակտիվները ունեն մի հատկություն։ Իրանք եթե չես օգտագործում, քեզ ոչ մի օգուտ չեն տալիս։ Մեր ակումբը շատ մեծ հնարավորություն է տալիս բիզնեսմեններին հատկապես, որպեսզի կարողանան ընդլայնվել։ Կան մարդիկ, ովքեր գործարարեն լիդեր չեն, կան լիդերներ, ովքեր գործարար չեն։ Ծախսում է X եւ ստեղծում է X գումարած 1%։ Հարուստ այն մարդը, ով ունի փողից ավելի թանկ բան։ Կան բիզնեսներ, որոնք ունեն նաև սոցիալ-տնտեսական եւ մակրոտնտեսական էֆեկտ։ Քո բիզնեսը այդ բիզնեսներից է, երբ մի գործարար աշխատում է եւ մի հատ ամբողջ տնտեսության ճյուղ է ակտիվանում ու սկսում աշխատել, այդ ազդեցություն, դա ֆանտաստիկ է, դա անգնահատելի գործունեություն է։ Ողջույն բոլորին, այսօր մենք նկարում ենք մեր հերթական հետաքրքիր հաղորդումը, շատ հետաքրքիր հյուրի հետ եւ մեզ այսօր սպասվում է 1 ժամ ֆանտաստիկ համուհոտով, գյումրվա կոլորիտով դիալոգ իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է Հայաստանի տեքստիլի արքաներից Lentex ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Կարեն Գոմսյանը։ Կարեն ջան, հարգանքներս։ Ողջադարձ։ Բարով ես եկել, Կարենը Գյումրիից եկել է Երևան, կոնկրետ որ մենք այսօր նկարենք այս հետաքրքիր հաղորդումը եւ շատ հետաքրքիր դիալոգ է մեզ սպասվում։ Մի հատ ինչ որ համով բան սարքեք, թեյ սուրճ եւ նստեք մեր երրորդ աթոռին վիզուալ ու մեր հետ միասին մասնակցեք մեր այսօրվա պոդքասթին։ Եվ ինչպես նախորդ պոդքասթներում եւ ես եւ իմ հյուրը պատրաստել ենք նվեր ամենահետաքրքիր հարց տվողին եւ իհարկե մեր պոդքասթը չի ավարտվելու այսօր, այլ ավարտվելու է այն օրը, երբ վերջին հարց տվողը իր հարցը գրելու է եւ ինձնից եւ Կարենից պատասխան է ստանալու։ Հետեւաբար, ինչպես գիտեք, մեր պոդքասթը երրորդ կողմ ունի եւ երրորդ կողմը դուք եք, մեր հանդիսատեսն է, ով կարող է ակտիվորեն մասնակցել մեր այսօրվա դիալոգին։ Եվ մինչև մեր դիալոգը սկսելը ես ուզում եմ նաև հիշատակել մեր գործընկերներին, քանի որ Կլուբ Կապիտալը ինքը առաջին հերթին գործընկերային ակումբ է եւ մեր ակումբի ներսում բազմաթիվ գործընկերություններ կան, հենց նոր մենք Կարենի հետ նստած սուրճ էինք խմում եւ մի գործընկերություն հենց մեր սուրճ խմելու ընթացքում ծնվեց եւ նման ձևով մեր ակումբում բազմաթիվ գործարաններ ակտիվ համագործակցում են իրար հետ եւ այսօրվա պոդքասթի շրջանակներում ես համագործակցում եմ առաջին հերթին Spin Production ընկերության հետ, որի տանիքի տակ նկարում ենք մեր պոդքասթները։ Երկրորդ մեր գործընկերը Eco Motors ընկերությունն է, որը Հայաստանում 100-ից ավել էլեկտրամոբիլներ է ներկայացնում եւ 8 խանութ սրահ ունի Երևանում եւ Երևանին մոտիկ տարածքներում եւ Eco Motors ընկերությունը ինքը երևի ամենամեծ էլեկտրամոբիլների տեսականին ունի Հայաստանում եւ բոլոր իր գնորդներին տալիս է 3-ից 5 տարի երաշխիք անվադողերի փոփոխությունից բացի բոլոր հնարավոր դեպքերի մասով։ Հետևաբար, եթե կցանկանաք ձեռք բերել էլեկտրամոբիլ, ապա կարող եք դիմել Eco Motors ընկերությանը, որի սեփականատերը Արմեն Աբրահամյանը նույնպես կապիտալիստ է եւ մեր ակումբի անդամ է։ Եվ մեր երրորդ գործընկերը Sunny City ընկերությունն է, որի հիմնադիրը եւ սեփականատերը նույնպես մեր ակումբից է, կապիտալիստ է Հովհաննես Արիստակեսյան։ Հովհաննեսը ֆանտաստիկ հետաքրքիր գործարար է, կրթությունը ստացել է Անգլիայում, հետո վերադառնալով Հայաստան հիմնել է Sunny City ընկերությունը, որը այսօր շուկայում արևային պանելների տեղադրման ոլորտում մոտ 25%-ը ինքն է իրականացրել եւ շատ պրոֆեսիոնալ եւ գիտահեն հիմքի վրա կառուցված բիզնես է, որը կարծում եմ բոլոր հաճախորդներին կարող է ամենաբարձր որակի ծառայություն մատուցել եւ արևային էներգիայի ոլորտում լուծումներ տալ։ Հետևաբար, եթե կունենաք անհրաժեշտություն ձեռք բերելու արևային պանելներ, ապա վստահորեն կարող եք դիմել մեր երրորդ գործընկերոջը Sunny City-ին, ինչպես ես եմ սիրում ասել, սերիական գործարար Հովհաննես Արիստակեսյանի կողմից հիմնադրված։ Իդեպ մեր բոլոր գործընկերները կամ արդեն եղել են մեր պոդքասթի հյուրը, կամ լինելու են հաջորդ հաղորդումների ընթացքում եւ Հովհաննեսը, եւ Արմեն Աբրահամյան, եւ դե սկսենք։
Կոմսան ջան։ Շատ լավն էր սերիական գործարարը, ասեցի։ Հա, դե այդ տերմինով էս վերջերս է շատ գործածում, այդ այն գործարարն է, ով մի բիզնեսից ավել ոլորտներում է գործունեություն իրականացնում։ Ու մենք երկու մոդել ունենք, չէ՞, գործարարության։ Կան մարդիկ, ովքեր մի բիզնես մենակ այդ ուղղությամբ ասենց մեծացնել, եւ կան մարդիկ, ովքեր մի բիզնես երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Եվ քո դեպքում ես միշտ ասում եմ կամ տեքստիլի արքա, կամ իսկական կապիտալիստ, մարդ, ով վերածնունդ ա տվել մի ամբողջ ոլորտի, ասել է թե տեքստիլ ոլորտին, Գյումրին եղել է տեքստիլի, կարելի ասել, այն մշակույթով ներծծված քաղաք, որը քո միջոցով, քո ջանքերով վերածնվել է։ Եվ խնդրեմ պատմես ոնց սկսեցիր, ոնց եկար այս բիզնես, երբ եկար ու քո կյանքի պատմությունը։ Շատ լավ։ Իրականում Գյումրին կենտրոն է տեքստիլի համարվել սովետական միության ժամանակ, որովհետև այնտեղ շատ գործարաններ են եղել, աշխատատեղերով մոտ 40,000 մարդ է աշխատել, եւ ինքը համարվել է թեթև արդյունաբերության կենտրոնը, եւ գործարաններ եղել են, որոնք սովետի մասշտաբով եղել են մեծերի շարքում։ Մեր տեքստիլ կոմբինատը եղել է երկրորդը իր մեծությամբ։ Հայաստանում թե Սովետի։ Չէ, Սովետի մասշտաբով ինքը երկրորդն է եղել եւ այնքան աշխատած չեն, այնքան շատ է եղել արտադրության քանակը, որ մարդկանց են հրավիրել, որպեսզի աշխատեն։ Այսինքն դրսից մարդիկ եկել են աշխատել են։ Այդ տրադիցիան իրականում եղել է բանում Գյումրիում եւ այդ հիմքի վրա ես որոշեցի ստեղծել արտադրությունը եւ մեր արտադրության կորիզը հենց եղան այդ մարդիկ, ովքեր ունեցել են փորձ Սովետի ժամանակ։ Որ թիվներ կարան։ Ես սկսել եմ արտադրությունը 2002 թվականին։ Մինչ ես ուսանել եմ, ուսանող եմ եղել Ռուսաստանում։ Ուսանողության հետ մեկտեղ ասպիրանտուրային որ սովորում էի արտադրություն տրեցի։ Ոնց ստացվեց այդ արտադրությունը։ Սովետի ժամանակ կոոպերատիվ շարժումը գիտեք, 85 թվականին, 84 Գորբաչովը եկավ եւ 85-ին տրվեց այդ բանը, սեփականության, մասնավոր սեփականության հիմքերը տրվեց կոոպերատիվների տեսքով եւ բոլորը Գյումրիում զբաղվում էին դրանով։ Տեքստիլ արդյունաբերությունը գիտես, ինքը հեշտ է սկիզբը, ասենք հումքը ավելի էժան է, կարելի է սկսել մի կարի մեքենայից եւ բիզնեսը զարգացնել։ Դրա համար մուտքը հեշտ է եւ շատ մարդիկ սկսեցին նույնը իմ բարեկա իմ մոր եղբայրն էր սկսեց եւ ես տեսա այդ բիզնեսը ծերի հետ էր որպես ուսանող իր արտադրանքն է այնտեղ վաճառում ու այդպես սկսվեց էլի սկսեցի վաճառքը հետո արտադրություն հիմնեցի Ռուսաստանում հա հիմնեցի արտադրություն դրանից այսինքն դու նաև գիտությունների տեխնացու ես ճիշտ եմ հասկանում ես ասպիրանտուրա եմ ավարտել բայց չեմ պաշտպանել հա իսկ ինչ գծով մասնագիտությամբ ես արտադրության կառավարման մասնագետ եմ հա հենց քո մասնագիտությամբ էլ սովորել ես հա ես ունեցուծով արտադրող եմ օքեյ արտադրությունը դա լրիվ ուրիշ հոգեբանություն է դու չես կարող ասենք անես վաճառես ասենք մի անգամյա որոշես եւ վերջացնես էլ դու արտադրություն ես պլանավորում ինքը երկարաժամկետ է դու պատկերացնես որ դրեցիր արտադրությունը այնտեղ արդեն տեխնոլոգիաներ հաստոցներ մարտիկ վաճառքներ ինքը ավելի բարդ process է եւ ավելի երկարատև է այո ես թույլ տուր քեզ լրացնելով ասեմ որ արտադրողները այդ տնտեսության հիմքն են, ողնաշարն է եւ արտադրությունը լինելով ամենաբարդ բիզնես մոդելը, որովհետեւ ամբողջ ցիկլը փաստացի մի հարկի տակ դու անում ես։ Հումքի, ես գիտեմ դու նույնիսկ հումքն ես արտադրում։ Խոսանք դրանից։ Այսինքն դաժե հումքի ձեռքբերումից չէ, հումքի արտադրությունից, պատրաստի արտադրանք, լոգիստիկա, վերջնական սպառում, ինքը իրականում շատ բարդ process է։ Դու պետք է տիրապետես շատ մասնագիտություններից, սկսած հոգեբանությունից, մարդկանց հետ շփվելու հմտություններից, թիմ կառավարելուց, քանի հոգի է քո մոտ աշխատում։ 500+։ Չեմ ճշտել, բայց 500-ից ավել մարդ են։ Պատկերացնում եք Գյումրի քաղաքի համար 500 աշխատատեղը, կարծես թե դու երկրորդ ամենամեծ գործատունն ես Գյումրիում, չէ՞։ Առաջինը աշխատատեղերով համատած չեմ նայում։ Կարծեմ առաջինը Գյումրիի գարաժուրն է, երկրորդը ձերն է։ Հա, բայց այսպես ասենք ամենամեծ գործատուներից մեկն է եւ ես հաճախ ասում եմ որ
Կարեն Գոմիսյանի նման գործարարներին պետք է օլիմպիական չեմպիոնի մեդալ տալ։ Իդեպ Գյումրին այդ առումով շատ հեռու չի օլիմպիական մեդալների առումով, ոնց որ ձեր ծանրամարտի չեմպիոններն են անում, շամարտի չեմպիոններն են անում, նույնը պետք է տալ նաև ձեզ որպես գործարարներ, որովհետև դուք նույնպես չեմպիոն եք, բացառիկ օգտակար սոցիալական մեծ էֆեկտով բիզնես եք անում, որը մենակ շահույթի մասին չի, դա պատկերացրեք 500 ընտանիք ապրում է Գյումրիում, այդ ընտանիքները կերակրվում են, այդ ընտանիքները չեն արտագաղթում, մնում են, այդտեղ երեխա են մնում, ամուսնանում են։ 500 էս ասեցի ընդհանուր կամպանիայում, կամպանիան ունի նաև մեր կազմակերպությունը ունի իր ֆիրմայի խանութները սփռված է ամբողջ Հայաստանով մեկ։ Ահա 20 չէ, Ես 30 խանութ ունենք այս պայծրությամբ եւ ավելացնելու ենք, տենդենսը ավելացնելու եք գնում։ Այսինքն 500 ամբողջ Հայաստանով է։ Արդարության մեջ զուտ Գյումրիում ունենք 300, մոտ 300 աշխատող եւ նաեւ մենք ունենք մնաց ուրիշ տեղերում արդարություններ։ Բացել ենք Գյումրիում եւ շրջակա գյուղերում։ Ունենք Արևիկում հումքի արտադրությունը, ունենք Շիրակավանում կարի արտադրամաս, Աշոսկում նաեւ կարի արտադրամաս, Համասայում ունենք բրդի վերամշակում եւ վերմակների հումքի արտադրությունը։ Մենք ստեղծել ենք արդեն կոմբինատ, ինքը վերտիկալ ինտեգրված կազմակերպություն է, որը պարտադիր է էլի մեր օրերում, որովհետեւ դու ուժեղ լինես, պետք է ունենաս հումքից մինչև խանութ, այդ ցիկլը դու պետք է փակես։ Էլ միջնորդ պետք է չլինել այդ բանում։ Այդ շղթայի մեջ 5 գործարան է աշխատում քո նախագահության տակ, քո հիմնադրման 5 գործարան։ Ամենամեծը Գյումրիում է, հիմնականը Գյումրիում է, իսկ մնացած տեղերը հումքի արտադրությունն է մեծ, որը սպասարկում է Գյումրին, իսկ մյուս այդ 3 արտադրությունները իրենք կարի արտադրամասեր են։ Իսկ սպառման շուկան որտեղ է, որտեղ է սպառում։ Մեր հիմնական շուկան Հայաստանում է։ Եվ ունենք Մոսկվայում պահեստ, Ռուսաստանում ունենք սպառում։ Ռուսաստանում, իսկ պլանների մեջ նաև Ուզբեկստանն է մտնում, չէ՞, շուտով պլանավորվում։ Ուզբեկստանը, այո, մտնում է որպես մեր թիրախային շուկա, այնտեղ մենք պահեստ ենք բացելու, լոգիստիկայի հարցն ենք լուծելու եւ պետք է դիստրիբյուցիա անենք այնտեղ։ Ընտիր, հենց նոր մենք Կարենի դա ենք խոսում, որ մեր ակումբի մի գործարար արդեն Ուզբեկստանում ունի ընկերություն, հենց բեռնափոխադրման ու սուրճի ընթացքում ես ծանոթացրեցի Կարենին ու Միսակին, որպեսզի այդ process-ը կազմակերպենք։ Օգտվելով առիթից ասեմ Գրիգոր ջան, շնորհակալ եմ, որ ես անդամ եմ Club Capital-ի։ Մեր կլուբը, մեր ակումբը շատ մեծ հնարավորություն է տալիս բիզնեսմեններին հատկապես, որպեսզի կարողանան ընդլայնվել եւ ստեղծել կապեր, որոնք շատ օգտակար են բիզնեսի համար։ Փոխադարձաբար մեր համար մեծ պատիվ է քո նման գործարարը, որ մեր ակումբից է, որովհետև ես միշտ ասում եմ, որ կան բիզնեսներ, որոնք ունեն նաև սոցիալ-տնտեսական եւ մակրոտնտեսական էֆեկտ, քո բիզնեսը այդ բիզնեսներից է, երբ մի գործարար աշխատում է եւ մի հատ ամբողջ տնտեսության ճյուղ է ակտիվանում ու սկսում աշխատել, այդ ազդեցություն, դա ֆանտաստիկ է, դա անգնահատելի գործունեություն է։ Վերադառնանք տեքստիլին։ Այո, վերադառնանք տեքստիլին։ Ոնց եղավ, փաստորեն մի միավորից Ռուսաստանում հիմնադրեցիր, չէ՞, հետո։ Այո, Ռուսաստանում ընկերոջս հետ հիմնադրեցի փոքր արտադրություն, որը փոքր չէր, համեմատական այսօրվա հետ համեմատած էր փոքր, բայց այն ժամանակ մենք ամենամեծն էինք Սանկտ Պետերբուրգում, չէ։ Ռուսաստանում չէ, Սանկտ Պետերբուրգում, դե գիտես 90-ական թվականները ինքը վայրի վերումների տարիներ էին, մեծ գործաները փակվել էին, մարդիկ ամեն ինչ անում էին, խառը տարբեր բաներ։ Մենք էլ որոշեցինք առևտրի հետ մեկտեղ նաև ընկերոջս հետ որոշեցինք արտադրություն բացել, հիմնեցինք արտադրությունը։ Հետո մի պահ ես որոշեցի տեղափոխվել Հայաստան, որովհետև շատ է ուզում գալ Հայաստան եւ ունենալ արտադրություն, երազում է ունենալ ինչ-որ բիզնես, հատկապես արտադրությունը, եւ ամեն ինչ գնաց այդ բանով, էլի։ Իմ երազանքների բանը տեսա, էլի։ Առաջին փուլը երբ ստացվեց, ոնց որ ասած, քո հաջողությունը երբ ա եղել։ Երբ որ դու ասացիր, всё, արդեն ոնց որ միավոր Գրիգոր ջան, ես միշտ հաջող եմ եղել։ Ընտիր։ Անհաջողություն։ Այ գյումրեցին սենց ա լինում։ Չէ, առանց ավելորդ համեստության, չոտքի, պարզ ուղիղ։ Միշտ հաջող եմ եղել, ինձ միշտ ուժ է եղել, որ օգնել է։ Չգիտեմ ինչից է, բայց այդ հաջողությունը միշտ եղել է իմ հետ։ Ո՞րն է այդ ուժը։ Ոնց է հաջողությունը ոնց է գալիս։ Երևի չեմ կարող չթվամ բան,
անհամեստ, բայց իմ ուժը, իմ բարությունն է ու համեստությունը։ Հա, օքեյ։ Գյումրեցիներին համեստությունը չգիտեմ ինչքանով է զարդարում։ Գյումրեցիներին չէ, ես ստանդարտ գյումրեցիների բանը չունեմ, կոլորիտը, բայց համեստությունը եւ բարությունը եւ դիմացինի բարի աշկերով նայելը ես մտածում եմ, որ իմ ամենակարևոր զենքն է եղել։ Ընտիր։ Դե, օքեյ, Եկանք Հայաստանում այդ ժամանակ ես որ եկա լրիվ զրոյական վիճակ էր բիզնեսը, արտադրությունը լրիվ կասկածների տակ էր։ Մեր ընտանիքի պապաս դեմ էր արտադրություն հիմնելուն, ասում էր ինքը գիտության մարդ էր, ասում էր գնա գիտությունով զբաղվի, դասավանդիր կամ էս կամ այն կամ, բայց ես մտածեցի, որ պետք է տնել ինչ-որ մի բան, ունեի հնարավորություն, փոքր ավտոտնակ կար մեր տան կողքը եւ դրեցիս առաջի հաստոցները գնացի Վրաստան Թիֆլիս քաղաքում կար գործարան, սովետի գործարան էր, որը իտալական հաստոցներ էր ստացել, այդ սովետի վերջի շրջանում իտալական հաստոցներ էր, ես գնացի այդ գործարանը հիմա հիշում եմ, Օրտա Չալայում էր, այդ թաղամասում էր հենց սկիզբը, մտանք գործարան, ամեն ինչ կանած էր, միտեղ էր աշխատում, այն էլ գինի էին լցնում, այդ հենց սեփականատերը թողել էին տեքստիլը, գինիով էին զբաղված, դե ասացի, որ ուզում եմ առնել բան, նայեցի մեքենային, իրանք էլ կասկածելով, թե գործ չունես, ինչ դե անես չի ստացվի քամոտ, բոլոր դեպքերում ուզում եմ վերցնել մեքենաները, դե մի քանի օր այնտեղ մնացինք, այդ հարկանք պատիվը իրենց կողմից, կենացներով բան, առանք բերեցինք մեքենաները, հետո մի քանի տարի հետո իրենք ինձանից զանգում էին եւ ուրախանում էին ու զարմանում էին, որ իմ մոտ ստացվել է այդ հաստոցները աշխատացնել եւ ծավալվել։ Իսկ պիցերի գործարանը կար Չէ, պիցերները ես ընկերոջս տվել էի, արդեն հետ է եկել, վերջնականապես հետ է։ Ինչ որ գումար կար, բայց ինչ որ գումարով էիր հելել այդ պրոյեկտը։ Հա, ես վաճառը ելել էի, հա։ Փոքր գումարով վաճառը ելել էի։ Բայց նախնական կապիտալը կար։ Այդ նախնական կապիտալով ես սկսեցի աշխատելը։ Եվ դա ոնց որ եղավ առաջին եւ ստարտը եւ առաջի հաջողությունը բիզնեսում, հա։ Հա, մեր կազմակերպությունը հիմնվեց, ես ուսումնասիրեցի, եղբայրս դասավանդում էր Սլավոնական համալսարանում, ուսանողներ վերցրեցինք, հարցումներ փողոցներում հարցաշարերով, մենք ես սկսել եմ զուգակուրբաներից։ Իմ առաջի պրոդուկտը առաջինը եւ մինչեւ հիմա ամենասիրվածը, որը սիրում եմ այդ արտադրանքը, որովհետեւ ես ամեն ինչ գիտեմ այդ արտադրանքով, սկզբից մինչեւ վերջ, հումքից այդ նավթը, որ վերամշակվում է եւ պատրաստ է ապրանքը, ամեն ինչ գիտենք, էլի, մեր ինքը բարդ տեխնոլոգիա է, եւ որովհետեւ հաջողության հասնես, դու պետք է շատ բան իմանաս։ Այդ գիտելիքները մենք հիմա արդեն ունենք, ես եւ մեր անձնակազմը, մեր արտադրության մասնագետները տիրապետում են ամբողջ ցիկլին եւ մենք հիմա կարող ենք ամեն աշխարհի ամենալավագույն զուգակուրբան արտադրել եւ հիմա մեր որակը շատ բարձր է։ Մենք թողել ենք մեր գինը, հայկական գինն ենք թողել, բայց որակը բարձրացրել ենք եւ հասցրել ենք եվրոպական ստանդարտներին։ Իսկ որտեղ եք վաճառում կներես։ Ինքը բոլոր տեղերում կա, մեր ֆիրմայի խանութներում եւ բոլոր խանութներում կան մեր ապրանքը, Viva ապրանքանիշն է։ Viva ունենք Դանի ապրանքանիշը, ինքը նաեւ հղիների զուգակուրբաններ են եւ հիմա նոր ապրանքանիշ ենք վերցրել, էդել ենք զարգացնելու U&M-ն է, ինքը տրիկոտաժ է, մայկաներ, տրուսիկներ, կուլբաներ եւ զուգակուրբանները նաեւ մտցրել ենք այդ ապրանքանիշի մեջ։ Եվ նաեւ դրանով Ֆրանսիայում ենք ուզում ներկայանալ, ցուցահանդեսներին մասնակցել։ Զուգակուրբանները համարում եմ մեր արտադրանքի ամենամեխել է, որովհետեւ իմ ամենասիրվածն է, ես ամեն ինչ գիտեմ դրա մեջ, հումքի արտադրությունն է դրա համար ստեղծվել, որովհետեւ մենք կարողանանք ստանանք լավ մեր ուզածը։ Այսինքն երբ որ դու տերապետում ես հումքի արտադրությանը, այնտեղ պարամետրեր կան, որոնք եթե դու գնում ես, դու վստահ չես պարամետրները պահպանված են թե չէ։ Իսկ եթե քո ցելն է, դու արդեն կարող ես վերահսկես այդ տվյալները։ Հասկացա։ Շատ հետաքրքիր է։ Եվ փաստացի առանցքը զուգակուրբաններ են, բայց հիմա դուք ունեք նաև այլ արտադրանքներ, Մենք հիմա ունենք շատ լայն տեսականի, մենք ունենք սվիտերներ, մենք ունենք անկողնային պարագաներ, որը մեծ թեմա է մեզ համար, նայես ասեցի, որ մենք բրդի վերամշակում ունենք, այսինքն մենք ֆերմերներից, գյուղացիներից ստանում ենք բուրդը, գնում ենք բուրդը, իրան լվացնում ենք, վերամշակում ենք,
խառնում ենք պոլիեստերի հետ, սինցիպոնի հետ եւ ստանում ենք ներշնակների, վերմակների միջուկները, այդ մեր միջուկն է, մյուս այդ սվիտերների ճյուղն է, հագուստների, որը մենք մեր հիմնականում մեր ֆիրմայի խանութներում ենք վաճառում, շատ լավ որակի է, նվերը, որ ասեցիš, կարող լինել նաեւ այդ տեսքով։ Ընտիր։ Գուլբաները եւ հիմա սկսել ենք նաեւ ներքնաշորերի հումքի արտադրությունը, կտորների արտադրությունը, որը նույնպես զարգանում է մեր մոտ, եւ գուլբաները, այսինքն ունենք լրիվ առաջի շերտը մենք փակում ենք, մարդու առաջի շերտը, մաշկին կբաց առաջի շերտը մենք արտադրում ենք։ Հասկացա, հետաքրքիր է։ Ընտիր, ես վերջում տեսա քո հագը, նաեւ սենց ժակետներ ունեք, չէ՞։ Այո։ Դու խոստացար, որ Խոստացել եմ մեր կլուբի անդամներին դրես կոդի տեսքով տալ։ ընտիր։ Բայց դու չես տվել նաեւ չափսերը։ Շուտով։ Եվ չափսերը, եւ լոգոն, եւ Այո։ շուտով։ Ֆանտաստիկ է։ Ես սահուն ուզում եմ բիզնեսից անցնեմ կյանքին, լայֆսթայլին, որովհետեւ կարողան է ինչքան յուրօրինակ գործարար բիզնեսում, նույնքան բիզնեսից դուրս շատ հետաքրքիր մարդ է, բազմակողմանի զարգացած, եւ առաջի հարցս հայրությանն է վերաբերվում, դու 5 զավակ ունես, եւ շատերը ասում են դե բիզնեսը խանգարում է ընտանիքին կամ ժամանակ չի մնում, դու ո՞նց ես այդ բալանսը պահում, որ լինելով բազմազավակ հայր, ունես շատ լավ ընտանիք ու նաեւ բիզնեսը այսքան մեծ բիզնես է ստեղծել ու կառավարում։ Գրիգ ջան, ես ոչ գործի տեղն եմ, ես մոռանում եմ ընտանիքին, երբ որ ընտանիքում եմ, մոռանում եմ բիզնեսին։ Ես չեմ խառնում մեկը մեկի հետ։ Իրենք երկուսը առանձին աշխարհներն են, երկուսն էլ իմ կյանքն են, երկուսն էլ շատ կարևոր են իմ համար, եւ երկուսն էլ զարգանում են զուգահեռ, առանց իրար խանգարելու։ Այո, չէ, խանգարել չկա, ընդհանրակը մեծ տղաս արդեն գործի մեջ է։ Ինքը նույն հոգատարությամբ, նույն տարեկան է մեծը։ Ինքը 23։ Իսկ փոքրը։ Ամենափոքրը Մոնտեն 4 տարեկան եղավ նոյեմբերի 22-ին, 21-ին։ Այո։ Էս կտրենք թե թողենք որ։ Չէ, թող։ Խոսակում չկա էլի։ Okay։ Ես գիտեմ, որ կինդ էլ է բիզնեսի մեջ, այդ մասով մի քիչ կուզենամ խոսել։ Կինս միշտ իմ կողքն է եղել։ Հենց սկզբից մենք իրար հետ ենք անցել այս ճանապարհը։ Դիզայնը այդ ժամանակ Photoshop-էլ չկար, ինքը սովորեց, որպեսզի հետագայում մեր փաթեթավորումը ինքը արեց եւ անում է մինչեւ հիմա։ Նաեւ մենք իրար հետ գնացել ենք, մասնակցել ենք այդ նոր սարքավորումների, իտալական սարքավորումների դասընթացներին, ինքը նաեւ տիրապետում է այդ մասը, բայց հիմա իրավությունը հագուստն է, հագուստի զարգացում է, հագուստի նոր մոդելների ձևավորումն է, ասեմ նաեւ որ լավ հաջողություն ունի այդ ոլորտում, ինքը սիրում է fashion ինդուստրիան, ես սիրում եմ ավելի մասսայական, ավելի մեծականակ, էլի որ ասեցի սերիական գործարար, ես սերիական գործարար, բայց սերիական ապրանքների սիրահար եմ։ Հասկացա, շատ լավ։ Իսկ բիզնեսում ո՞նց եք իրար հետ աշխատում, կոնֆլիկտներ չեն լինում, ո՞նց է։ Ես աշխատում եմ չշփվել բիզնեսում։ Ես հստակ գիծը քաշել եմ, fashion-ի մեջ ես չեմ մտնում, fashion-ի մեջ ընդամենը ես նայում եմ, ասում եմ շատ լավ է, թեկուզ կարող է եւ նաեւ իմ տուրը չկա, բայց ես ասում եմ շատ լավ է, այդ մասը կդրեք։ Իսկ սերիական արտադրության մեջ սերիականը դե մենակ ինքը չի զբաղվում սերիականը։ Կիսել եք հետաքրքիր։ Կիսել ենք, այո։ Նաեւ ոչ միայն ինքը մայրիկս էլ է։ Իր էությամբ ինքը իր խառնվածքով չի կարող տունը մնալ։ Շատ լավ է։ Ինքը ուզում է անպայման ինձ օգնած լինել։ Շատ լավ է։ Եվ մենեջմենտի մեջ ինքը իր մասը ունի, էլի, իմպերիան ստեղծել է, դու որ ասում ես արկա, մի հատ արկա էլ մենք ընդեղ ունենք։ Ընտիր։ Իրանի մարգարեները, ընտիրը։ Գոմցյան, իսկ սենց հարց, էլի, փաստորեն նաև տրադիցիա եք դուք ստեղծում, ընտանեկան բիզնեսի տրադիցիա։ Դա ինքը լրիվ ընտանեկան չէ։ Ինքը բիզնես է, որը հիմնվել է կազմակերպություն է, ընտանեկան չէր ինքը ես սկզբից ես եմ եղել հիմնադիրը եւ երկար ժամանակ միայն ես եմ աշխատել։ Մեր ընտանիքիս անդամները օգնել են ինչ-որ պաբաս մեխանիկայի մասով, ֆիզիկայի մասով, որովհետեւ ինքը դե մասնակետ էր
Այնտեղ մենք ԱԿ-ին ֆիզիկայի հետ կապված բաներ ունենք, հարցեր ունենք, այնտեղ ճնշման հետ կապված հարցեր կար, գոլոշիների հետ կապված հարցեր կար, ընդհանուր օտափոխության հետ հարցեր կար։ Ինքը հիմա մեծ կամպանիա է եւ տղաս արդեն ինքը վերցրել է ֆիրմայի խանութների կառավարումը, այդ մասը ինքն է վերցրել։ Դե գոնե տղայից սերնդից Հա, սկսած բայց դա ես չեմ դառնալու է ուզում, որ ընտանեկան, ինքը լինի ընտանեկան, ինքը պետք է լինի պրոֆեսիոնալների թիմ։ Ինքը եթե իր մոդը չի ստացում, իրանից ավելի լավ է մենք նշանակենք եւ այդպես է կարելի ինքը եթե տեսնում է որ չի կարող այդ մասը, մենք ուրիշ մարդ ենք ներգրավում։ Այսինքն մեր դոգմա չի մեր համար, որ անպայման մեր ընտանեկի անդամները պետք է լինեն։ Նաեւ ես կնոջս եմ խնդրում եւ ասում, որ պետք չի որ անդադ դու լինես արդարության մեջ, ավելի պրոֆեսիոնալ պատրաստենք մարդկանց, հասցնենք այդ մագարտակին, որ իրենք կարողանան կառավարել եւ իրենք կարողանան աշխատացնել այդ բիզնեսը։ Հասկացա, շատ լավ։ Բայց ամեն դեպքում ընտանեկան բիզնեսները երկարակյաց բիզնեսներ են։ Հիմա Հայաստան որ նայում ես 50, 100, 150-200 տարեկան բիզնեսներ չկան։ Գոնե պետքա այդ ձևը գտնել, որ բիզնեսը նաեւ երկարակյաց լինի։ Սերնդեսերունդ ուրեմն Հայաստանում չկա, որովհետեւ բիզնեսը ընդամենը 30 տարեկան է։ Եվ Հայաստանում չկա բաց բաժնետիրական ընկերություններ, ավելի շուտ նոր են ձևավորվում։ Այդ կուլտուրան պետք է մտնի մեր մեջ, որ մենք կարող ենք նաև ներգրավել ինվեստիցիաներ, փայտալ այդ ինվեստիցիաների դիմաց IPO անենք, մեր ակցիաները, բաժին մասերը թողարկենք եւ վաճառենք շուկայում։ Ինքը ես օրինակ մտածում եմ, որ հայկական բիզնեսի բարձունքը կլինի այն դեպքում, երբ որ մեր կամպանիաները դառնան անդերազգային կամպանիաներ, տրանսնացիոնալ կամպանիաներ ունենանք։ Ցանկացած ոլորտում էլի կարող է լինել սնունդի, շոկոլադի կամ ասենք ուրիշ ոլորտում լինել, բայց ունենանք էլի այդ կամպանիաները համաշխարհային մեծության։ Իսկ ունես դու նպատակ բորսա դուրս գալու բաց բաժնետիրական դառնալու։ Իրականում ես շատ ամբիցիոզ եմ բիզնեսի մեջ, ինչքան որ բարի եմ եւ համեստ, բայց շատ ամբիցիոզ եմ։ Ես ուզում եմ իմ կամպանիան, մեր կամպանիան դարձնենք համաշխարհային, ունենանք մեր խանութները դրսում, ստեղծենք, դու եթե գիտես կա ցանցեր չէ, Zara կա, Uniqlo կա, այդ ցանցերը որ ստեղծվել են, այդ մարդիկ ջանք են թափել 60-ական թվականներից սկսել են, իրենք outsource են արել եւ խանութները բազմացրել են ամբողջ աշխարհում մենք հիմա այդ պրոտոտիպը ստեղծում ենք Հայաստանում, գնահատում ենք մեր ուժեղ կողմերը, մենք համատում ենք մեզ մյուս արտասահմանյան կամպանիաների հետ, մենք չենք համատում հայկական կամպանիաների հետ, ուսումնասիրում ենք իրենց ապրանքատեսակները, ես շատ եմ ուսումնասիրում Uniqlo-ն հիմա Իսպանիային։ Որ բրենդներն են, որ ինչ հայտնի պրոդուկտներ ինքը ունի։ Դե ինքը դիսկաունտեր է, շորի դիսկաունտեր է, բայց ինքը որակով ապրանք է, դու գնում ես որակով, բրենդային որակի ապրանք, բայց ավելի էժան գնով։ Հա։ Հայաստանում կա։ Դե մենք պետք է լինենք այդ բանը։ Վсё, հասկացա։ Կամպանիան մեր նշանածով, որ մենք լինենք շատ որակով ապրանք։ Okay, բիզնես մոդելն է։ Մեր որակը զարգանում է։ Ընդհանուր ասեմ, որ Հայաստանում թեթևարդյունաբերությունը զարգանում է, ինքը մրցակցային ոլորտ է, քանի որ ասացի, որ շատ հեշտ է մուտքը, կարելի է հեշտությամբ սկսել, նամանավանդ հիմա որ դրսից բերած ապրանքներն են շատ էժան, մրցակցությունը դրա հետ կապված ավելի է մեծացել Հայաստանում եւ դա ստիպում է որպեսզի ներքին արտադրողներն էլ փոխեն իրենց որակը, իրենց քաղաքականությունը, տեխնոլոգիաները, նամանավանդ որ հիմա Հայաստանում շատ դարձել է հեշտ որակով սուբսիդավորված տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ գնելը, պետությունը տալիս է հնարավորությունը։ Արտադրողները օգտվում են, այսինքն այո, կարելի է ավելի բոլորն են օգտվում, մենք էլ ենք այդ թվում մեր կազմակերպությունը ներմուծել է եւ ներմուծում է ժամանակակից սարքավորումներ եւ դրա հաշվի մեր որակը բարձրանում է։ Մենք մյուս տարի արդեն փետրվար-մարտին ունենալու ենք մեր վերջնական փակված ցիկլը, այդ տեխնոլոգիական ցիկլն ենք փակում, նոր սարքավորումները արդեն ճանապարհին են եւ մեր ապրանքը կլինի որակով, բայց ինքը համաշխարհային բրենդից էժան կլինի մի քանի անգամ։ Նույնը Uniqlo-ն է, դու գնում ես ապրանք շատ որակով եւ վճարում ես
մի քանի անգամ ավելի էժան, քան համաշխարհային բրենդերի, այդ ճանաչված բրենդերի ապրանքների քննարկը։ Կարո՞ղ մի հարց ունեմ բիզնես մոդելի հետ կապված, նայ, դու ամբողջ ցիկլը դու ես փակում, բայց կա ուրիշ մի հատ ճուղ համաշխարհային տնտեսության մեջ տրենդ, որտեղ խիստ մասնագիտացում է գնում, նույնիսկ արտադրության մեջ է ենթա բիզնես մոդելներ ստեղծվում, հա, նույն գործարարը նեղ մասնագիտանում է, նույնիսկ ես ռեստորանների ոլորտում գիտեմ, Բաքուի հետ նոր մենք այս թեմայով խոսում ենք, որ նույնիսկ ռեստորանից առանձնանում է խոհանոցը ուրիշ ընկերություն է անում, այդ ամեն ինչը մատուցելը սպասարկելը ուրիշ, այսինքն այդ աստիճան ոնց որ կիսվում է բիզնես մոդելը ավելի նեղ մասնագիտանալով, դու հակառակը, այդ ամբողջը բերում ես, միացնում ես մեկ մեծ բիզնես մոդել ես ստանում, քո կարծիքով այս քո ընտրած ճանապարհը ավելի արդյունավետ է հենց քո բիզնես նիշայում, այսինքն դու ինքդ պետք է սաղ ցիկլը անես, հա, ու գնալով պետք է մեծացնես այդ, որտեվ ինքը անսպառ է, հա, փաստացի առաջի միավոր հումքից մինչև հաճախորդի հետ շփումը, B2C հաճախորդի հետ շփումը դու ես անում։ Արդյոք քո կարծիքով ինքը այս ոլորտում ամենաէֆեկտիվ մոդելն է։ Չէ, որ ասեցիր, դա ավելի էֆեկտիվ է, բայց մեր կազմակերպության տվյալ ժամանակահատվածում եւ տվյալ վիճակում ես նախընտրել եմ հումքը, որովհետեւ ես ասեցի, հումքի կառավարումը եւ վերահսկումը ավելի կարեւոր է։ Բայց մեր մոտ չկա այդ կլաստերը, չի ձևավորվել Հայաստանում։ Հայաստանում չկան այդ արտադրությունները։ Եթե ժամանակի ընթացքում լինեն մի քանի կազմակերպություններ, ովքեր հումքով են զբաղված եւ իրենք ավելի արդյունավետ եւ որակով կարող են անել, իհարկե այդ դեպքում ավելի ճիշտ է եւ ավելի քիչ գլխացավանք կա, դու outsource ես անում հումքը, տալիս ես պարամետրներ, օրինակ Uniqlo-ն, ինքը outsource է անում Toray կամպանիային, ճապոնական, իրենք գաղտնի են պահում բաղադրությունը եւ տեխնոլոգիան է գաղտնի պահում, որ դու հենց այդ նույնը, եթե կարդում ես label-ի վրա այդ բաղադրությունը, ասենք 80% բամբակ, 10% ընդունենք մոդալ եւ 5% սպանդեքս եւ այլն, դու այդ որ անում ես նույնը չես ստանում։ Այսինքն այնտեղ կա գաղտնիք, որը դու չգիտես։ Հիմա մենք որ մտել ենք հումքի մեջ, մենք նաեւ անդադ փորձարկումներ ենք անում։ Մենք տալիս ենք ֆունկցիոնալ ասենք ուզում ենք լինի թեթև, բայց ուզում ենք լինի նաեւ տաք։ Հա։ Առաջ մարդկանց մտածելակերպի մեջ ինչքան հաց, այդքան տաք։ Իհարկե։ Բայց հիմա գնում է տենդենսին, որ թեթև տաք։ Այսինքն կամ լինի բարակ հով, չէ, ավելի ինքը սարը բան լինի։ Այդ ուսումնասիրությունը մենք հիմա անում ենք։ Ընտիրա, ուղղակի անում ենք, մենք սովորում ենք, մեզ ոչ ոք չի մենք չունենք այդ ինֆորմացիայի աղբյուրը, ոչ ոք չի տալիս այդ ինֆորմացիան, մենք պետք է ստեղծենք մեր հումքը։ Եթե մենք ստեղծեցինք մեր հումքը, գտանք մեր գաղտնիքը, այդ դեպքում արդեն քո ասածի պես տարիների ընթացքում կարող ենք նաև ուրիշների մոտ մատակարարեք հումք ուրիշների մոտ պատվիրենք այդ բանը, պահենք գաղտնի այդ բանը, բայց ուրիշները մեզ տան, ավելի էֆեկտիվ։ Ընտիր, ինքը մի հատ աշխարհ է, Գրիգոր ջան, թվում է թե ինքը թեթև է, այսինքն թեթև է, բայց ինքը թեթև արդյունաբերությունն է, բայց թեթև չի։ Չէ, ինքը հեշտ թեթև չի, մանավանդ այս ասեցի չէ, մրցակցային է, ինքը շատ բարդ ոլորտ է, թեթև մուտքն է թեթև կամ հումքն է թեթև։ Իսկ աշխարհում որոնք են առաջատար երկրները այս ոլորտում։ Առաջ տեղում իրանք են։ Չինաստանը, Թուրքիան, Ասիան է, հիմա Ասիան։ Որտեվ կա հումք, կա բամբակ, Եվրոպայից դուրս է եկել, բայց ասենք բամբակը ինքը Ամերիկայի այդ որակով բամբակը ամերիկյան տեխնոլոգիա է, ամերիկյան սերմեր են, որ ինքը ոչ միտեղ չի տալիս այդ սերմը, այսինքն Ուզբեկստանում դու չես կարող հենց այդ նույն սուպիմա տեսակի երկարամաս փափուկ բամբակը կնել, պետք է կնես Ամերիկայում, հենց ամերիկական սերմերից էլի, որպեսզի կարողանաս ստանալ։ Ինքը բարդ է, ինքը կարող է նույն սերմը վերցնես հողից եւ իր մեջ լինի շատ տարբեր նյութեր եւ արդյունքում հագուստի վրա ինքը արդացոլվի իր ոչ հավասար ներկը, գույնը եւ ասենք կարող անհավասար լինի նաեւ թելը, ինքը շատ բարդ ոլորտ է։ Լավ, քանի հանդիպել ենք, մի հատ հարց տամ, կարող է քո ոլորտից չի, բայց քանի որ ուրիշ մարդու չեմ կարող այս հարցը տամ, նայ, բրենդային խանութներից, նույն Massimo-ն ենթադրենք, հա, պոլո ես առնում, կամ ինչ-որ ժակետ ես առնում, մի անգամ լվացվում է, ու ոնց որ одноразовый շորոլ ինքը պետք է գցես արդեն։
Ի՞նչն է դրա գաղտնիքը։ 1000 ձևով փորձում է կինս լվանալ։ Բայց շատ ներողություն, լվանալուց ջերմաշճանը Հա, պաշտպանում լրիվ, ինչ գրած է իր Ինչ այդ գրած է պաշտպանում 30 աստիճան բան լրիվ պաշտպանում ենք, բայց ինքը ես գիտեմ, որ այս մայկան ես հագնելու մի անգամ։ Ու վсё, լվանալուց հետո ինքը դառնում է լրիվ արդեն տնային օգտագործման։ Կարող է, ասենք, չգիտեմ, տեքստիլի արդյունաբերությունը գնում է այն ուղղությամբ, որ դու մի անգամ իշորը հագնես։ Այդ միտքը նաև ես ունեմ, որ կարելի է ստեղծել մատչելի եւ միանգամյա օգտագործման առաջի շերտի բաներ, ապրանքներ, բոլոր ապրանքները ինքնուրույն ինքնարժեքը ունեն։ Ահա։ Այդ որ ասում եմ ամերիկական էլի շատ չի տարբերություն ինքնարժեքի վրա։ Մնացած գնի 99%-ը մարքեթինգն է։ Հա։ Այդ Massimo-ի ապրանքի բանը արժեքի մեծ մասը 90%-ը կամ 90-ից ավելը դա իր բրենդն է, որի համար մարդը վճարում է։ Այո։ Նույն բանը կարող է ստեղծել ստանալ եւ այդ բրենդ չես, հա մի քանի անգամ շատ ծախես, էժան ծախես, էժան վաճառես, բայց մարդիկ գիտենան, որ ինքը Massimo-ից ավելի որակով է, այդ պետք է մենք ասենք դրան, որպեսզի մարդկանց ասենք։ Բայց կոնկրետ այդ դեպքում, հա, իմ հետ էլ է եղել շատ, որ իրանք միանգամից էդ էլ է, ինչ կարող եմ ասել։ Հասկացա։ Okay, շատ լավ։ Իսկ on-line վաճառքի դաշտում դուք ոնց եք, ես լսել եմ շատ արտադրողներ on-line խանութների պատճառով իրանց արտադրությունը ընկնում է, բարդ մրցակցություն է։ Դուք կաք on-line-ում եւ ունեք on-line պատվերների համակարգ։ Մենք on-line-ում չկանք, Ավշուտ կանք, բայց ոչ ուղղակի։ Մենք տալիս ենք մեր մեծածախ գնորդները, իրենք են on-line-ով զբաղվում, քանի որ ես մտածում եմ, որ արտադրողը չի կարող մրցել on-line հարթակում ավելի պրոֆեսիոնալ վաճառքով զբաղվող մասնագետների հետ, էլի դրա համար դու պետք է մեծ ուժեղ թիմ ունենաս, բայց այդ թիմին չես կարող պահել միայն քո ապրանքով, դու պետք է ուրիշ զանազան ապրանքներ ունենաս կողքից, որ կարողանաս պահել։ Ես նախընտրում եմ միայն արտադրել վաճառքի բլոկը մենք խոսացել ենք, որ մի բանը պետք է առանձնանա եւ ինքը ավելի մասնագիտանա վաճառքների մեջ։ Հասկացա։ Ես իմ բերությամբ վաճառող եմ, ստրատեգ եմ, կան տարիներ, որ ինքը ոչ շահավետ է արտադրել է։ Արտադրություն ասացի, թե վաճառք։ Արտադրություն ասացի։ Absolutely ճիշտ ասա։ Կան տարիներ, ասենք այս վերջի 22 թվականից հետո, այս պատերազմից հետո մեր Ռուսաստանի բանը էքսպորտը քչացավ մի քանի անգամ, բայց մենք մեր ընդհանուր աշխատողների քանակը պահել ենք նույնը, քանի որ ես գիտակցում եմ, որ աշխատողն է ամենաթանկը, եւ եթե դու աշխատողին բաց ես թողնում կամ ինքը գնում է ուրիշտեղ, հետո շատ դժվար է վերականգնել էլի այդ աշխատատեղը։ Նույնիսկ Գյումրիում, երբ կապ չունի, որ կան շատ Գյումրիում հիմա նաեւ նույնպես կան աշխատատեղեր, բոլոր տեղերում է հիմա Հայաստանում խնդիր, նույնիսկ Գյումրիում, եթե ինքը մասնագիտացած դու իր վրա ծախսել ես ժամանակ, էներգիա եւ սովորել ես տարիների փորձ ունի եւ չես ուզում էլի որ ինքը գնա ուրիշտեղ։ Դրա համար մենք արտադրությունը բոլոր դեպքերում պահում ենք, լինում են լավ տարիներ, վատ տարիներ։ Հիմա Հայաստանում շրջանը, քանի որ մեր կուրսը, մեր դրամը շատ արժևորվեց եւ իմպորտը ավելի ծերնդու է դարձել, քան արտադրությունը, հիմա բարդ շրջան է, բայց մենք գիտակցաբար դրան գնում ենք եւ պահում ենք արտադրությունը։ Անտիր։ Արի մի հարց տամ ես քո Ուզբեկստանի պլաններից, Ուզբեկստանում երբ որ դու մեկնում էիր, մենք հանդիպում կազմակերպեցինք մեր Ուզբեկստանի գործընկեր ակումբի նախագահի հետ, դուք հանդիպեցիք, միասին ընտրեցիք, ոնց է օգնում մեր ակումբի կապերը, դրսի կապերը մեր ակումբի գործարարներին, քո փորձից խնդրեմ կիսվես։ Իմ ծանոթությունը Արսենի հետ, մեր ալյանսի տնօրենն է, չէ՞, ինքը Ուզբեկստանի ակումբի նախագահն է, հիմնադիրն է։ Այսինքն ինքը շատ կարճ ժամանակահատվածում միանգամից դու արդեն կարող ես իր միջոցով ծանոթանալ, ընդհանուր պատկերացում կազմել այդ երկրի, տվյալ դեպքում Ուզբեկստանի այս լիքը հարցեր տվեցի եւ արդեն պատկերացրեցի ինչ կարելի անել, նաեւ կան մարդիկ, ովքեր հենց մեր ոլորտում են նաև ունեն պահեստայի մասեր, ինքը միանգամից այդ ժամանակ չես կորցնում, էլի, դու ժամանակ ես խնայում, դու սխալներ չես անում, նաև կարող ես հարցեր տալ, ես երկար շատ հարցեր եմ տվել եւ հարցերից պատասխանը ստացել եմ,
այնպես որ ինքը լավագույն հանդիպումն է եւ լավագույն կապն է, որ կարող է լինել։ Ու ես միշտ ասում եմ մեր ակումբի գործարաններին, սիրելի ընկերներ, օգտագործեք Allianz-ի ռեսուրսները, որովհետև այդ ակտիվները ունեն մի հատկություն։ Իրանք եթե չես օգտագործում, քեզ ոչ մի օգուտ չեն տալիս։ Դες միշտ դարակում դրած կմնան, բայց երբ օգտագործում ես, գնալով իր բերիությունը աճում է այդ ակտիվի։ Հիմա պատկերացրա դու ամեն Արսենի հետ հարաբերությունա, կոնտակտա, մի օր դու գնացիր, մի օր ինքը եկավ, ամեն այդ նոր բանում, հա, հարաբերության ժամանակ էլ ավելի բերիա դառնում այդ կոնտակտը։ Այո։ Դրա համար ես միշտ ասում եմ մեր սիրելի գործարաններին, մենք արդեն 10 երկրներում ունենք գործընկերներ, սկսած Թայլանդից մինչև Ամերիկա, Դուբայ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ղազախստան, Ուզբեկստան, Կիպրոս, Իսրայել օգտագործել մաքսիմում մեր ակումբի այդ գործընկերների ռեսուրսները, որտեղ այդ օգտագործելուց այդ ռեսուրսները ավելի բերի են դառնում հողի նման։ Հողը եթե չես մշակում, ինքը բերիություն անգնում է։ Գործարանին չէ պետք է իմանա ընդունենք վարձակալության դրույքաչափերը, աշխատավարձի դրույքաչափերը, իմանա ընդհանուր Իրավական, այո, օրենսդրությունը, ինչ տեսակի կազմակերպչական իրավական պետք է կազմակերպություն հիմնել, լոգիստիկայի հարցերը, մի քանի կարևոր հարցեր կան, որոնց պատասխանը դու միանգամից ստանում ես եւ պրակտիկ մարդուց ես ստանում, ոչ միայն իրավաբան, կարող ես գնալ իրավաբանական ծառայությունից հարցնես, բայց պրակտիկ մարդը ավելի քեզ կարող է ուղղորդել։ Շատ օգտակար է։ Իհարկե։ Շատ լավ, Կարեն ջան, հիմա գամ քո ապրելակերպին, որովհետև մարդկանց նաև հետաքրքիր է գործարանները ոնց են ապրում բիզնեսից դուրս, ոնց ես օրը սկսում, ոնց ես անցկացնում հանգստյան օրերդ, ոնց ես ապրում բիզնեսից դուրս, ինչ հետաքրքրություններ ունես։ Բիզնեսից դուրս ես սպորտով ակտիվ եմ, սպորտով եմ զբաղվում։ Ինչ մարզաձև է։ Քայլում եմ, նաև կար ժամանակ, որ վազում էի ինքս։ Թենիս եմ խաղում սեղանի։ Շատ ժամանակ եմ ծախսում, ոչ թե ժամանակ, այլ հանգստանում եմ շախմատ խաղալով, on-line շախմատ խաղալով։ Դա կարելի ասել իմ առաջի զբաղմունքն է ու առաջի հետաքրքրությունն է, որը միշտ ինձ օգնում է։ Ուղեղի տոնուսի մեջ պահելու, չէ՞։ Ես իրենով կարողանում եմ իմ բացասական էներգիան բանանել, դուրս թողնել ինձանից։ Իսկ Ժիվոյ մրցակցի հետ խաղում ես շախմատ։ Հա, Ժիվոյով խաղում եմ, բայց քանի որ Ժիվոյը ավելի բարդ է կազմակերպել է բանները, հա, Ժիվոյը իհարկե ընկերներիս հետ խաղում եմ, բիլիարդ եմ սիրում խաղալ։ Քայլել հիմնականում փոքրիս հետ սիրում եմ շփվել եւ իր հետ բացահայտել աշխարհը, այսինքն իր համար շատ հետաքրքիր է նոր բան տեսնել, դե փոքր է ինքը, ես էլ իր հետ ուրախանում եմ, որ ինքը տեսնում է այդ ամեն ինչը։ Նաեւ մեր քաղաքով շրջելիս, զբոսնելիս նույն հետաքրքրություն եմ ստանում, ամեն շաբաթ տիկնիկային թատրոն եմ գնում իր հետ։ Ընտիր։ Այո։ Դա Գյումրին մշակութային ակտիվ կյանքով է, չէ՞ ապրում։ Այո։ Այդ շատ։ Ամեն ինչից օգտվում ենք։ Ընտիր։ Իսկ ճամփորդել սիրում ես։ Հիմնականում գործնական ճամփորդություններ են, որը ես համատեղում եմ հանգստի հետ։ Հասկացա։ Ամենամինիմումը ամիսը 2 ամիսը մեկ ես դուրս եմ գնում։ Շատ վերադառնալով գործարարությանը ես ուզում եմ լսեմ քո կարծիքը այն կլասիկ բանի հետ բիզնեսմեն ծնվում են թե դառնում են, նախ դա կուզենայք քո կարծիքը իմանա եւ երկրորդը քո մեջ ինչ որակներ դու ունես, որը կարծում ես մեկ ասացի դու ստրատեգ ես, մյուսը քո բարությունն ու համեստությունը քեզ հաջողություն է բերում, այդ ես ֆիքսեցի, էլ ինչ գծեր ունես դու բնավորության, որը կարծում ես որ հենց որպես գործարար դա քեզ ուժեղացնում է ու քո հաջողության մի միավորն է ինքը դառնում։ Ես մտածում եմ, որ հիմա շատ կարևոր, հիմա չէ, առհասարակ գործարարի համար, նաև արտադրողի համար ամենակարևորը համբերությունն է, որ ինքը պետք է համբերատար լինի։ Երկար նայ, չէ՞, մի անգամ եւ կազմակերպվածությունը։ Ես առաջտեղ կտնեի կազմակերպվածությունը, որ դու կազմակերպված ես որպես անհատ մարդ։ Քանիսին ես սկսում օրդ։ Ես տարբեր եմ սկսում, ես չեմ սիրում, որ ինքը 9 կամ 10-ին լինի, կամ 11-ին, տարբեր էլի, կախված, եթե հանդիպում ունեմ շուտ, ես շուտ եմ արթնանում։ Հիմնական արթնանում եմ երեխաներին դպրոց ճանապարհելիս, բայց գործ եմ գնում, երբ որ արդեն ես առավոտյան արդեն արթնանում եմ, հանգստանում եմ, դողանում եմ եւ գնում եմ գործի, ըստ անհրաժեշտության։ Ես չեմ գնում ժամանակին, որ ասենք ամեն օր ժամին լինեմ գործի։ Իսկական կապիտալիստ ես։ Մի դրա համար ասում եմ, որ Կարենը կապիտալիստ է, ինչի, որովհետեւ մեր գործարարները, հատկապես խոշոր բիզնեսի տերերը, շատ են իրենց բիզնեսի մեջ մասնակցում, իսկ կապիտալիստը, կապիտալի սեփական տերը պետքա կարողանա մի քիչ բիզնեսից առանձին ապրի։
Իհարկե։ Շատ կարևոր է։ Դու գնահատում ես ժամանակը, Այո։ ժամանակը, որ քեզ տնձրված է, ինքը սահմանափակ է ժամանակը, այս ժամանակը պետք է էֆեկտիվ օգտագործել։ Այո։ Ժամանակը ես օգտագործում եմ իմ գործերի համար, որ անհրաժեշտ ըստ անհրաժեշտության, եւ ինքս եմ որոշում, երբ եմ սկսում օրը։ Okay։ Նաև ինքս եմ որոշում, երբ եմ գնում կամ չեմ գնում, հանձնարարությունները տալիս եմ, հանձնարարությունները բանը ստանում եմ, ֆիդբեքները ստանում եմ, եւ այդ կարող եմ նաև չգնալ գործի։ Okay, այսինքն ունես օպերացիոն տնօրեններ, ովքեր օպերացիոն տնօրենք չէ, ունենք արտադրամասերի ղեկավարներ, որոնք գիտեն իրենց անելիքները եւ իրենք տալիս են ինձ արդյունքները իմ հանձնարարականների վերաբերյալ կատարած աշխատանքները եւ ես գնահատում եմ իրենց աշխատանքները։ Ընտիր։ Լավ, դա կազմակերպվածության մասով։ Իսկ էլ ինչ բնավորության գծեր հատկություններ դու ունես եւ դա իծնե է գալի թե Իմ մոտ կա մի կից, որը կարող եմ ասել եւ լավ է եւ վատ։ Ես շատ ռիսկային եմ։ Ռիսկի գնացող ես։ Ես շատ ռիսկի գնացող եմ։ Ես կարող եմ տնել ամեն ինչ եւ կարող եմ գնալ այդ ռիսկի։ Այդ ռիսկ գնալը ինձ օգնել է։ Կասես մի դեպք, որտեղ մեծ ռիսկ ես գնացել ու շահել ես։ Ես մինչև հիմա էլ մեծ ռիսկ եմ գնում։ Ես մի դեպք չեմ կարող, շատ դեպքեր կարող եմ ասել, որ ես գնացել եմ ռիսկի։ Ես գնացել եմ ռիսկի եւ կարող եմ շահել, հիմնականում շահել եմ եւ հիմնականում չեմ շահել։ Քիչ մասում չեմ շահել։ Հա, մեծ մասում շահել։ Մեծ մասում ես շահել եմ, ռիսկի գնացել եմ։ Ես իծնե ռիսկի գնացող եմ։ Ես գիտեմ այն մասը, որ կարելի է թողնել, որովհետեւ դու շնչես, չմահանա։ Այդ մասը պետք է պարտադիր պահել։ Այն մասը, որ կարելի է ռիսկի գնալ եւ ավելացնել քո կապիտալիզացիան, եւ դու համարում ես ինտուիտիվնի եւ մտածելով դու մտածում ես, որ ինքը կարող է աճ տալ, ես գնում եմ այդ ռիսկին։ Հա, հասկացա։ Ես հիշում եմ դու վերջերս մի հատ մեծ ձեռքբերում արեցիր, չէ՞, այլ բրենդ առար շուկայում։ Հա, ինքը մենք մեր մրցակից կամպանիան էր վերցրեցինք իրենց ապրանքանիշը, հիմա զարգացում ենք բանը։ Դա նույնպես կարելի ասել այդ քայլերից մեկն է, չէ՞։ Ինքը հա, էլի ռիսկ է իրանից պարունակում։ Հա։ Առանց ռիսկի մարդ չի կարող։ Եթե դու հարցնում ես գործարար դառնում են թե չեն դառնում, դու կարող ես ինչ-որ լինես գործարար մի մասշտաբի, բայց եթե դու փոխես քո մագարտակը, բարձրանաս ուրիշ մասշտաբի, այնտեղ արդեն ուրիշ ռիսկեր են պետք։ Այո։ Այսինքն պետք է նաև պատրաստ լինես ամեն ինչ կորցնելու, վաբանկ գնաս, հա, այսինքն։ Ամեն ինչ չի կարելի տնել։ Պետք է պահել այն անհրաժեշտը, որ քեզ հետո հետ կբերի։ Ամեն ինչ Այսա կարևոր է։ Չէ, ես ասացի հենց։ Այսա ստրատեգ, կոմեջի ստրատեգը խոսած, դուրս եկավ։ Այսինքն ռիսկի գնալուց էլ է պետք գիտակցված ռիսկի գնալ, չէ՞։ 2002 թվականին, որ ես վերադարձա Հայաստան եւ հիմնեցի իմ կազմակերպությունը, առաջին ես ներմուծում եմ արել, հումք եմ ներմուծել եւ այստեղ փոքր արտադրություններ կար, իրենց վաճառում ենք մեր հումքը։ Ես գումարը, որ ինձ անհրաժեշտ էր, այսինքն այն գումարը, որ կորցնեի, ինձ շատ չէր բանանի, վնաս տա, այսինքն կարող է հետո դրանից բիզնես անել, այդ գումարի չափով ես ուղարկել եմ բանը Ռուսաստան ցումք ենք գնել եւ գիտեք այդ ժամանակ օրենք չկար այդ հարավային մասում Ռուսաստանի Վրաստանում կարող էր ասենք քո մեքենան այդ ապրանքը կար հասներ կամ կարող է չհասներ։ Այո։ Ես գնացի այդ ռիսկի եւ բերեցի այդ մեքենան, ճիշտ է, ամեն գյուղի մոտ այդ վարորդը զանգում ասում էր ինձ կանեցրել են, ինչ անենք, կարող եմ տալ այսքան մեծ թիվ, որ ասեմ, ասում է դուր անցի։ Ասենք ճանապարհին ես մտածել եմ, որ պետք է ծախսեմ $3000, $10000 նստեցին վրան, բայց ես գնացի այդ ռիսկին, արդեն իմացա ինչ խնդիրներ կան, հաջորդ անգամ այդ խնդիրները արդեն ավելի կազմակերպված մարդիկ դրեցի, որ գնան ուղեկցեն մեքենային, արդեն ռիսկը նվազեցրեցիր։ Հաջորդ անգամները կարողացանք արդեն բերել ավելի ապահով, բայց առաջի ռիսկը, որ ես գնացի, հենց բերեցի ներմուծում արեցի Հայաստան, ինքը շատ ռիսկային էր, կարող է մեքենան չկար հասներ այդ։ Այո, հետաքրքիր է, դե այդ թվերին շատ վտանգներ կային ու կարար ասենք, չգիտեմ, այդ վարորդի կյանքին է վտանգ սպառնալ էլի ու այդ ռիսկին գնալ իրոք գործարի Հա, եթե օրենքներ չկա, ամեն մարդ ինչ ուզենա անում է, ռիսկային է, այդ ժամանակ շատ ռիսկային էր։ Իդեպ քեզ մի բան ասեմ, ես մտածում էի մի օր, թե Ամերիկան ոնց է ստացվել, որ 400 տարում դարել է աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը,
ու առաջի ենթադրությունը, որ եկավ իմ մոտ, դա է, որ Ամերիկան բացահայտել են այն մարդիկ, ովքեր այսպես քո նման ռիսկի գնալով, եվրոպական մայրցամաքից դուրս գալով, Եվրասիա մայրցամաքից դուրս գալով, նավով գնացել են անհայտության մեջ, ունենալով մենակ կողմնացույց իրանց մոտ, ու այդ մարդիկ գնացել բացահայտել են Ամերիկան, տեղի բնակչությանը բնաջնջել են, գրավել են ու ստեղծել են տնտեսություն, հենց այդ մարդիկ, դաժե ֆիլմ կա, կոչվում է մարդիկ, ովքեր կառուցել են Ամերիկան, ֆանտաստիկ հետաքրքիր ֆիլմ է։ Այդ մարդիկ, ովքեր արդեն գիտեցել են ինչ է իրենց պետք եւ համակարգված ստեղծել են, դրել են համակարգ, բայց գնացողները լրիվ բանով են գնացել, նաուրա, իհարկե, ռիսկ են գնացել։ Լրիվ ռիսկ են գնացել ու հիմա էլ մեր բիզնեսմենների ավակ սերունդը ձեր սերունդը, ով բիզնես է սկսել ավելի վաղ, 90-ականներին, 2000-ականների սկզբին, իրանք անցել են այն ամենառիսկային բաներով։ Հիմա որ մարդիկ հարցնում են, ինչ բիզնես սկսեմ, բառիսկ, ասեմ Ժորժ ջան, մի հատ լես մարդկանց փորձը նայեք, էլի, այսօրվա ամենամեծ ռիսկն է, որ Instagram-ը բլոկ անի, օրինակ քո account-ը, ասենք, նորը կբացես, բայց ձեր ժամանակ, ասենք, վաղորդը դուրս է գալի բանից, չէ, կարող է չհասնի Հայաստան։ Ճիշտ է։ Ու դու այդ վաղորդի ընտանիքի առաջ պատասխանատու ես այդ փողը ինչ որ մեկից պարկով վերցրել ես հետո ինքը շատ ռիսկեր էր 90-ականները ռիսկային տարիներ էին եւ նաեւ մյուս կողմից էլ ինքը ավելի հեշտ էր գումար աշխատել շատ էր, չէ։ հնարավորություն շատ էր, ըլը ձևավորված չէր, շուկան մարդիկ հիմնականում տարբեր բաներ էին անում այսօր էս այն վաճառում չես ասում ուրիշ բան, բայց էս մտա տեքստիլ եւ տեքստիլի մեջ ուղղությունով գնացիր առաջ։ Ընտիր, ես ուզում եմ հարցնեմ առաջնորդության մասին, որովհետև դու բացի արտադրող լինելուց, գործարար լինելուց, կապիտալիստ լինելուց, դու նաև առաջնորդ ես, ում հետևից գալիս է, կարելի ասել, նաև մի հատ մեծ ոլորտ։ Ոչ թե միայն ձեր գործարանները 5 գործարան, այլ մի հատ ամբողջ տնտեսության ճյուղ գալիս է քո հետևից, ոնց ես կարծում, լիդերության համար ինչա պետք, որովհետև կան մարդիկ, ովքեր գործարար են, լիդեր չեն, կան լիդերներ, ովքեր գործարար չեն, օրինակ քաղաքական գործիչ են, բլոգեր են, եւ լիդերության էներգիան այդտեղ են իրացնում։ Դու եւ լիդեր ես, եւ գործարար ես։ Ոնց ես քո կարծիքով, ոնց ես այդ էներգիան քո մոտ ստեղծում, ինչից է կազմված լիդերությունը քո մոտ։ Ես ասեմ, որ ամենակարևորը դու վստահ լինես, ինչ ես անում, մարդիկ քեզ հավատան, եւ քո հավատը մոտիվացնի իրենց, հատկապես աշխատողները, իմ աշխատողները շատ մոտիվացված են, մեկ այս ժամանում ավելի մոտիվացված են, քան ես։ Ընտիրը։ Քեզ ավելի շատ են հավատում եկա, քան դու, չէ։ Հավատքը, հարկանքը, եւ ապագայի տեսլականը։ Այո, շատ կարևոր է։ Այդ երեքը շատ կարևոր են, որ հավատը պետք է կորի, հավատքը պետք է մնա։ Սխալներ, փոքրիկ սխալներ լինում են ընթացքում, բայց կարևոր նշաձողը, կարևոր նշանակետը պետք է միշտ մնա եւ կազմակերպությունը, իդեմս ասենք տնօրենը եւ ընդհանուր թիմը պետք է տեսնի այդ տեսլականը եւ նպատակասլաց լինի այդ ուղղությամբ գնալու։ Մենք եկել ենք, մենք այց ենք արել 2 անգամ Կարանի մոտ գործարան, մենք ինչ իմաստում Կարանը, մենք դա տեսել ենք իր թիմի մոտ։ Միջին տարիքը իդեպ բավական բարձր է քո մոտ, չէ՞։ 40-ից պլյուս երևի կանայք են աշխատում։ Չեմ կարող ասել, չեմ հարժել, բայց մեծ տարիքով մարդիկ մնացել են եւ այդ մարդիկ մնում են այնքան, ինչքան իրենք ուզում են, ինչքան ֆիզիկապես իրենք ուզում են մնալ։ Մենք երբեք մեր հին աշխատողներին չենք դավաճանում։ Հին աշխատողները մեր համար նախ իրենք հարկանքի են արժանի, որ երկար ժամանակ աշխատել են եւ իրենցից նոր սերունդը շատ բան ունի սովորելու։ Դե այդ մեծի հանդեպ հարգանքի տրադիցիոն այդ կարևոր բան է, որը որ տրադիցիոն ժողովուրդների մոտ կա, ֆանտաստիկ է։ Մենք տեսել ենք, թե ոնց են իմ մայրիկի տարիքի կանայք Կարանի թիմում աշխատում, մեր առաջ դե հաց են դրել վերցրել այդ մարդիկ 2 անգամ էլ եկել ենք։ Ունենք այդպիսի բաներ կան։ Այո, հյուրասիրվել ենք։ Դա մեր մոտ ստացվում է։ Ընտիր։ Մի օր անպայման էս մոտ ամիսներին կելիք կազմակերպենք։ Մենք տես տրադիցիա ունենք, այո։ Տարին մի անգամ կամ խաշի սեզոնն ենք բացում։ Այս անգամ փորձենք ուրիշ բան ձեզ հյուրասիրել եւ ցույց տալ։ Գյումրու խոհանոցը հարուստ է, չէ՞, հնարավորությունը կտալիս է։ Այո։ Եթե չտայել կասես մենք Երևանից կբերենք։ Մենք մեր ջերմությունով ձեզ կերակրենք։ Շատ լավ։ Դե տեղափոխվելով մեր հանդիսատեսի աթոռին, ես ուզում եմ մեր հանդիսատեսից քեզ հարց տամ։ Քանի որ
մեր հանդիպումի եռակողմը, մեզ նայող մարդիկ նույնպես մասնակցում են մեր դիալոգին, եւ ես գիտեմ ինչ է հետաքրքիր նաեւ մեր հանդիսատեսին, հա։ Հարցս հետեւյալն է, հիմա կա ուրիշ բիզնեսի ոլորտ, որտեղ դու կուզենայիր մտնեիր կամ պլանավորում ես մտնես, թե միայն տեքստիլ ու դու ուզում ես զարգանաս այս ոլորտում։ Ես իմ էությամբ ավելի շատ ավանդական եմ, ավելի շատ պապանողական եմ, տեքստիլի ոլորտը առաջնային է, տեքստիլի մեջ ես խորանում եմ ուրիշ Ենթաճյուղեր, այո, նիշաներ։ ուրիշ ապրանքատեսակներ, ուրիշ արտադրություններ տեքստիլի մեջ, բայց նաև եթե կան պարտներներ ուրիշ ոլորտից, որոնք պրոֆեսիոնալ են այդ ոլորտում եւ ես պլանավորում ներդրումներ անեմ այդ ոլորտում, քանի որ մյուս հակառակ կողմը իմ պարտներները պրոֆեսիոնալ են։ Եթե իրենք պրոֆեսիոնալ չնեն, ես չէի մտնի ուրիշ ոլորտ։ Կարան իդեպ իմ մոտ հարց ցակեց սրա հետ կապված, երբևէ մտածել ես քո այս մեծ փորձը ինչ որ ձև փոխանցես նոր եկող մարդկանց, նոր երիտասարդների։ Անպայման ես իմ մեջ չեմ պահում ոչ մի բան, ամեն ինչ մեր աշխատողների հետ ամեն օր ամենօրյա ռեժիմով ես փոխանցում եմ իմ գիտելիքները եւ շատ սիրում եմ սովորեցնել մարդկանց։ Պետք է որ մարդիկ, ոլորտային մարդիկ իրենք կիսվեն էլի։ Հիմնականում Հայաստանում ընդունված չէ, մարդիկ չեն սիրում փոխանցել իրենց գիտեցածը, բայց ես գտնում եմ դա սխալ։ Դու պետք է փոխանցես, պետք է զարգացնես եւ պետք է դրանից հաճույք ստանաս, որ կարող ես քո գիտելիքները փոխանցես ուրիշին։ Բացի կան հենց տեխնիկական գիտելիքներ, որը հա կարա բիզնեսի ներսում մնա, բայց գործարարության մասին գիտելիքը Հայաստանում այնքան քիչ է, դու օրինակ ակտիվ չես սոցիալական ցանցերում։ Ես մեր հանդիպումից առաջ նայում էի YouTube-ում, չգտա մի հատ բան, podcast, որտեղ դու հյուր ես, կարող է ինչ-որ լրատվականներից եկել են, ինտերվյու ես տվել, այտենց լինի ինչ-որ կարճ կտորներ, բայց չկա, այսինքն մեր պատանի գործարարները, նոր կյանք մտնող գործարարները օրինակներ չունեն կամ շատ լավ կլիներ, որ հանձինս քեզ ունենային այդ օրինակը։ Ու քո շատ կարևոր կյանքի փորձից ծնված այս թեզերը ինքը ոսկու գին ունի, դրա համար ես միշտ ասում եմ, մեր ոդկասթները նաև կրթական ֆունկցիա ունեն, հենց իրական բիզնեսի, բիզնեսմենի փորձից ծնված։ Ոստեղ նաև պետքա մի քիչ էլ երևի սոցիալական ցանցերում ակտիվ լինես։ Չգիտեմ, Եթե դու հիշում ես, ես հենց մեր հաղորդման սկզբում ասացի, որ ես համեստ եմ։ այո։ Եվ այս համեստ լինելով չեմ ուզում սովորացնել մարդկանց, Այո։ քանի որ հիմնականում մարդիկ չեն ուզում սովորել։ Դե էդ էլ կա։ Ով որ ուզում է սովորել, ինքը գտնում է սովորելու աղբյուրը եւ առանց ինձ էլ կարող է սովորել։ Լավ։ Բայց ես իմ գիտելիքը փոխանցում եմ իմ շրջապատին, ովքեր ուզում են իմանալ։ Ով ուզում է իմանալ, ինքը ստանում է, ինքը հետաքրքրում է, ստանում է։ Ով փնտրում այն գտնում։ Հա, իսկ ով որ չի ուզում, իրեն պետք չէ տալ։ Okay, շատ լավ է։ Իսկ կա գործարար, ումից դու ես սովորում։ Գործարար ումից իհարկե, շատ։ Անուններ կարաս ասես։ Դե ես կարող եմ ասել, որ լիքը գործարարներ կան Ռուսաստանում, որ իրենցից կարելի է լիքը բան սովորել, քանի որ ֆանտաստիկ իրենք բաժ են ունեցել։ Ես բոլորին համարյա լսել եմ։ Բոլորն էլ ուժեղ պատմություն ունեն։ Այո։ Կարող է եւ Ռուսաստանն է եղել այդ իրենց աճի, այդ թրիշկային աճի աղբյուրը, քանի որ ինքը մեծ երկիր է, մեծ հնարավորությունների երկիր է։ Շատ կան։ Հենց այդ նույն ցանցերի տերերը, այդ լիքը մարդիկ կան։ Ղազախստանում եկա։ Ես հիշում եմ, դու Բաքուի հետ համագործակցեցիր ձեր Lentex-ի ճաշարանի հետ կապված, ինձ ասիր, որ Բաքուրը շատ արագ գործարար է, ու դա էլ է ինչ որ ձև փորձի փոխանակում ասեմ, թե ինչ որ մի բան, այսինքն կլուբ կապիտալի ներսում էլ կա այդ իրարից սովորելու շերտը, որտեղ մեր գործարարներն են շատ ուժեղ։ Ինքը ունիկալ գործարար է Բաքուրը։ Ինքը շատ արագ ճկուն է միտքը, շատ արագ է, զարմացնող արագ է, կազմակերպչական այդ ունակությունը եւ արագությունը ճիշտ է, իրանից կարելի է սովորել, որ այդպիսի արագությամբ կարելի է ամեն ինչ կազմակերպել։ Այո։ Բաքուրի հետ մենք նույնպես ունենք որ բիզնեսի մեջ այդ արագությունը, այդ ժամանակի ֆակտորը շատ կարեւոր է։ Դու կարող ես արտադրել լավ ապրանք, բայց եթե դու տվյալ պահին եւ տվյալ ժամանակահատվածում չմտնես շուկա եւ մտնես մի տարի հետո կամ կես տարի հետո, կարող է դու հաջողություն չունենաս։ Դե գալով կլուբ կապիտալին կուզենայի նաեւ քեզնից լսել, դու արդեն երևի 3 տարի է մեր ակումբի անդամ ես, բոլորի կողմից շատ հարգված, սիրված գործարար ես։ Ինչ է կլուբ կապիտալը քո համար։
Կլուբ կապիտալը դա առաջի հերթին ընկերություն է։ Համաձայն։ Դու ունես ընկերներ եւ ես ձեռք եմ բերել շատ մտերիմ ընկերներ, որոնց հետ շատ հաճելի ժամանակ եմ անցկացնում եւ շփվում եմ։ Դա առաջի հերթին networking է։ Այո։ Հետո Գրիգոր ջան, գիտեցի, որ քո նաեւ դասալսումներն եմ լսել մենեջմենտի հետ։ Նախքան կլուբ կապիտալը, նաեւ հիշում եմ, որ ասում էր պետք է գործարին շատ մարդ չզանգի։ Տես այսքան ժամանակ նստած ենք։ Ոչ մի զանգ չի եկել։ Ոչ մի զանգ չի եկել։ Քիչ պետք է զանգել, այսինքն մարդիկ գիտենան իրենց բանը, գործը եւ շատ խիստ անհրաժեշտ դեպքում բաժարի ասված ոչ անի կամ ուրիշ չեպեի դեպքում պետք է դու խառնվես այդ բանի մեջ։ Կլուբ կապիտալը դա հնարավորություն է, դա կրթվելու պլատֆորմ է, դա հնարավորություն է, որ դու ունենաս լիքը գործընկերներ եւ ունենաս լիքը մտքեր ոչ միայն Հայաստանում, նաեւ Հայաստանից դուրս։ Իհարկե հնարավորություն է եւ այդ հնարավորությունից ես խորհուրդ կտամ լուրջ բիզնեսմենները, գործարանները պետք է օգտվեն։ Այո։ Մեր ակումբի անդամ դառնալու համար բավական մենք խիտ ֆիլտրացիաներ ունենք եւ ոչ բոլորը կարան դառնան ակումբի անդամ, այն մարդիկ, ովքեր մեր արժեքները կիսում են, մեր գաղափարախոսությունը կիսում են, արժեք ստեղծող են եւ մեծ են մտածում, ոնց որ մեր այսօրվա։ Այո, եւ մենք պետք է բարձրացնենք խնդիրները, արկա խնդիրները, որոնք կան տնտեսությունում։ Այո։ Եվ մեր ձայնը պետք է լսելի լինի ամենտեղ, որովհետեւ իրենք գիտենան մեր գործարանների խնդիրները, այո, պրակտիկ դաշտում էլի եւ նաեւ օրենքներ, որոնք պետք է որ խտանեն։ Օրինակ ես կարող եմ ասել, որ թեթև արդյունաբերության տեքստիլի արտադրանքները իրենք նսեմացած են տեղական շուկայում։ Ահա։ Երկիրներ կան, որտեղ ապրանքը տեղադրվում է, պարտադիր է տեղադրել, եթե դու ունես ոչ միայն թեթևը, բոլոր արտադրանքները կարող է լինել սնունդ եւ այլն, սնունդը մեր մոտ լավ է։ Դու եթե ունես այդ արտադրանքը տվյալ երկրում, դու եթե ինչ-որ տոկոս պետք է անպայման ունենաս խանութում։ Այո։ Եվ դա վաճառականին եթե ինքը ունի այդ համապատասխան տոկոսը պահում է տեղական արտադրողի, տալիս է հարգային արտոնություններ։ Այո։ Ինքը պետք է Made in Armenian տեղականը խրախուսվի պետության կողմից, հատկացվի պարտադիր տեղ խանութներում, որովհետեւ մարդիկ գիտենան, որ սա հայկական արտադրանք է, եւ մարքեթինգ պետք է տարվի, որովհետեւ մենք խրախուսենք տեղական արտադրությունը։ Այո, այո։ Ինքը մեր հիմքն է, մեր տնտեսության հիմքն է։ Եվ հիմքն է, եւ ողնաշարն է, եւ բարեկեցությունն է, հասարակության ամեն ինչն է։ Այո։ Որտեղ նույն արտադրանքի քանակը, եթե դու ներմուծեիր, դու կունենայիր ոչ թե 500 աշխատակից, 500 աշխատատեղ, այլ երևի մի 20 աշխատատեղով կարայիր այս նույն ծավալը ներմուծեիր։ Նույն ծավալը բերեիր, վաճառեիր ու լրիվ ուրիշ դու կունենայիր էլի նույն շահույթը մի բան էլ ավել, բայց իր սոցիալ-տնտեսական ու մակրոտնտեսական էֆեկտը լրիվ այլ կլներ։ Այո։ Ես միշտ ասում եմ, որ այն գործարարները, ովքեր հնա են ձևավորում, համախառը ներքին արդյունքն են ստեղծում, իրանց պետքա մեդալ տալ։ Ես հումորով չի ասում, որ ասում եմ, որ ինչպես մարզիկները գնում են օլիմպիադա ու մեդալ են բերում, մեդալ են ստանում, նույնը պետքա գործարարին տալ, արտադրող գործարարին, արժեք ստեղծող գործարարին, որովհետև փաստացի դու քո երկրի բարեկեցության հիմքն ես դնում։ Բարեկեցությունը ստեղից է ծնվում։ Արժեքը մնում է Հայաստանում։ Եվ ավելացված արժեքը մնում է Հայաստանում։ Ստեղծվում ու մնում է Հայաստանում։ Մենք դրանով մեր երկիրն ենք հարստացնում։ Ամեն մեկս գնելով հայկականը, մենք հարստացնում ենք մեր երկիրը։ Մենք աշխատավարձ ենք տալիս մեր ժողովրդին, մեր աշխատողներին։ Մենք զարգացնում ենք մեր տնտեսությունը եւ վերջին հաշվով երկիրը դրանով է զարգանում։ Իհարկե, բայց կա նաեւ այսպիսի մոտեցում հիմա, որ մարդուն ասում են, որ դե ինչ անենք հայկականը, թող որակով լինի, լավ գիներ լինի առնենք։ Շատերը մարքեթինգի հենց տեսանկյունից ասում են, որ մենակ հայկական լինելը քիչ է, որ ես առնեմ այդ։ Okay, լավ, քիչ է։ Ես համաձայն եմ դրա հետ, բայց կա նաեւ մյուսը, որ նույն հայկական ավելի լավ, բայց ինքը տեսքով կարող է ավելի լավը չլինի։ Չինականը կամ այդ on-line-ով որ առնում են, ինքը սիրուն է, բաղադրությունը մեջ գրում են բնական, բայց ինքը անբնական է, բնական ոչ մի բան չկա։ Իրենք ծախում են մեզ
ապրանքը, հետո դու իրենք ստեղ չեն, իրենք ուղղակի ծախում են։ Եվ մարդիկ գնում են այդ ապրանքը, տեսնում են, որ ինքը այդ չի, ինչ որ ներկայացրել են։ Այդ բանը շատ կարելի խաբել է։ Իսկ մենք ստեղ ենք, մենք ստեղից ոչ մի տեղ չենք գնում, եւ բոլոր այդ կոմենտները մեզ է ուղղված։ Մենք պետք է ամեն ինչ անենք, եւ մենք անում ենք, որ մեր ապրանքանիշը, մեր ապրանքանիշները, մեր ապրանքատեսակները ինքը սիրված լինեն եւ մարդիկ եթե գրել ենք մենք ինքը բաղադրություն, մենք ստեղ չենք խաբել իրենց։ Եվ ես նաեւ կարելի է մտցնել սերտիֆիկացիա ներմուծված ապրանքների, որ ինքը ստանդարտ դրանցի սերտիֆիկացում։ Հիմա մեր մոտ բերում են դիկը fake է, համաշխարհային բրենդի fake է, Nike-ով կուլբաներ կամ չգիտեմ ինչով ուրիշ հակուս եւ մարդիկ շատ հեշտությամբ սիրով առնում են գիտեմ որպես բրենդ, բայց ինքը բրենդ չէ, իրենք այստեղ արդեն խնդիր ունենք։ Եվ մեր հաղորդման, չգիտեմ, ուղիղ 30%-ը մենք խոսում ենք որակից։ Այսինքն որ քո շեշտը ոչ թե այնա որ իմ ապրանքը լավ կլինի վաճառի ոչ թե որ հայկական է, այսինքն գաղափարական բանի վրա չդնելով հիմքը, այլ հենց որակի վրա դնելով հիմքը, տնտեսական պատճառի վրա դնելով։ Որակ գին ու այսօր դու քո արտադրությունը այնպես ես կազմակերպել, որ դու ստանում ես լավ որակ, լավ գնով, ու հենց քո ստրատեգիան էլ մենք պետք է ստանդարտ ունենանք, որ made in Armenian ինքը է ստանդարտն է։ Հա, okay, ստանդարտը սերտիֆիկացումը պարտադիր է եւ ներմուծված ապրանքները պետք է անցնեն սերտիֆիկացում։ Նույնպես, այո։ Ես ուզում եմ քեզ հարցնել, Գրիգ, դու ի՞նչն ես գնահատում ավելի շատ գործարարի մասշտաբը, որպես գործարար, թե իր ընդունենք իր շրջանառությունը։ Կա կարծիք, շատ լավ հարց ես տալի, մերսի հարցի համար, կա կարծիք, որ կլուբ կապիտալ մարդիկ կարան գան, եթե ունեն X շրջանառություն, այդ իրականում տենց չի, որովհետև իմ համար առաջին հերթին բիզնեսի տեսակն է, գործարարի տեսակն է։ Եվ ես մեր ոդկասթի եւ նախորդ ոդկասթների ընթացքում միշտ ասում եմ արտադրող, արժեք ստեղծող գործարար, արժեք ստեղծող գործարար։ Եվ այդ արժեք ստեղծելը առաջին տեղում է իմ համար, որովհետև մարդը կարա արժեք ստեղծի եւ մարդը կարա ուղղակի ուրիշի ստեղծած արժեքը վերցնի եւ վաճառի։ Բայց կան գործարաններ, ովքեր դա էլ են անում արժեք ստեղծելով։ Օրինակ, իմ հյուրերից մեկը լինելու է Հայաստանում ամենախոշոր դիստրիբյուտորական բիզնեսներից մեկի սեփական ընտերը, ինքը մի հատ ամբողջ համակարգ է ստեղծել այդ պրոդուկտի շուրջը, դա նույնպես արժեք ստեղծելու ձև է։ Հիմա առաջի տեղում արժեք ստեղծելն է։ Եվ արտադրող լինելը միանշանակ շատ կարևոր է։ Իմ համար եթե մարդը գալիս ասում արտադրող եմ ես, իր շրջանառությունը դառնում է արդեն երկրորդական իմ համար, 10-րդական նույնիսկ։ Երկրորդ իհարկե ոնց է մարդը մտածում, որովհետև կան գործարաններ, ովքեր ավելի շատ բան ունեն, քան փողն է, եւ կան գործարաններ, ովքեր մենակ փող ունեն։ Եվ ես ասում եմ sense մի հատ կարևոր թեզ, որ հարուստ այն մարդը, ով ունի փողից ավելի թանկ բան։ Իմ համար կարևոր են այն մարդիկ, ովքեր փողից ավելի թանկ բան ունեն իրենց։ Եվ դա եւ ներսում իրանց սրտի ինչ կա եւ դա շատ կարեւոր է եւ երևի 6 տարում ես 1000-ից ավել գործարարի հետ եմ շփվել, ինտերվյու արել եւ կա այն գործարաններ, ովքեր մենակ փող ունեն իմ հետ հանդիպում այդ մենակ փող ունեցող գործարանների հետ շփվել այդքան էլ հետաքրքիր չէ, որովհետեւ հետո ամենտեղ այդ փողը սկսում է ինչ որ ձև երևալ, հա, մեքենայի ձևով, թանկ ինչ որ ատրիբուտների, չէ, գործարարը պետք է ավելի շատ ավելի թանկ բան ունենա, քան փողն է։ Այդ գործարանները իմ համար Եթե թույլ տաս ես ավելացեմ, նաև ես արդեն էլեմենտարին համոզում եմ, որ ինքը նաև ստեղծագործ պետք է լինի, եւ ինքը եթե ստեղծում է, ինքը ինչքան է էֆեկտիվ է ստեղծած, կարող է ինքը ծախսում է X եւ ստեղծում է X գումարած 1%։ Ես հիմա եկել եմ բանը, որ դու պետք է ունիկալ բան ստեղծես, որ X անգամ 2X լինի, էլի քո արժեքը ստեղծած արժեքը, դա ավելի հետաքրքիր է, էլի։ Այո, դեռ լավ անեկդոտ կա, չէ՞, երկու արտադրող հանդիպում են մի էքսպոյի ժամանակ, ռուս արտադրողը ու ճապոնացի, արտադրում են նույն ապրանքը, օճառ օրինակ կամ չգիտեմ, տեքստիլ, եւ նույն ծավալներն ունեն, նույն շուկայում են գործում եւ ճապոնացի գործարը ռուսին հարցնում, ասում է, չէ, ռուսն է ճապոնացին հարցնում, ասում է, քանի աշխատող ունես, ասում է 50, եւ ճապոնացին ասում է, բա քո մոտ քանի հոգի են աշխատում, դե ասում է, նու իր մոտ իրականում 500 հոգի են աշխատում, 10 անգամ շատ, բայց ամաչում է ասի 500, ասում է 51 մի հոգի ավել ասում է օքեյ, հաջորդ օրն են հանդիպում էլի էքսպոյի տեղը, այս ճապոնացին մտահոգված գալիս ասում է մի հատ հարց տամ, էլի գիշերը չեմ քնել, դրա մասին եմ մտածել, այն մի հոգին ինչ անում քո մոտ։ Իսկական ես քո ասածն է, էլի ամեն մարդու ներկայությունը արտադրության մեջ կամ բիզնեսի մեջ ինքը պետքա
Կարևորին իդեպ մի բան էլ ասեմ, այս մասով ես էլի հնայի ընկերության ներսի հաշվարկման մոդել ունեմ, այսինքն ոնց է պետության մեջ ընդհանուր ստեղծված արժեքը բաժանվում, բնակիչների շնչերի վրա, չէ՞։ Նույնը բիզնեսում պետք է լինի։ Մի հոգուն բաժին ընկնող արժեքը ինչքան է։ Իհարկե։ Սա շատ կարևոր է։ Մի հոգու ստեղծած հնան մեր Այո, կազմակերպության ներսում։ Դե հիմա ես որ բաժանեմ, ընդունենք մոտավոր 16000, 20000 մոտավոր տարեկան դոլարով, այո, ընտիր։ Հա, բայց որ պետության համար հաշվում են, ընդհանուր աշխատունակ քանակը բնակչության են հաշվում։ Մերը հիմա 8700 է կարծեմ։ Հայաստանում պարզանում է եւ մենք նաեւ այդ ուղղությամբ ենք էֆեկտիվությունը պարզանում ենք նոր սարքավորումներով եւ նաեւ ավտոմատ սարքավորումները, որոնք նաեւ պետք է արտադրությանը խտանեն արտադրողությունը։ Կարեն, իսկ սա հաջորդ հարցն է գալիս, իսկ ինչ կանես, եթե ձեռք բերես այնպիսի հոսքագիծ, որը թույլ կտա քեզ կրճատել օրինակ 50%-ով աշխատատեղերի քանակը։ Ես այդ մարդկանց տեղափոխեի ուրիշ տեղ, ուրիշ արտադրություն, որտեղ հիմա դեռ մնացել է ձեռքի բանը, եւ ասեմ, որ թեթև արդյունաբերության մեջ կան այդպիսի հոսքագծեր, որ դու կարող ես բավականին շատ մարդ կրճատել, կան այդ հոսքագծեր, մենք հիմա այդ ուղղությամբ նաեւ աշխատում ենք, բայց մեր աշխատողներին մենք տեղափոխում ենք ուրիշ մաս, արտադրամաս, որտեղ դեռ կան։ Ասենք կար մեքենան մարդու երբեք չեն փոխարինում այդ կարող են ինչ-որ տեսակներ ավտոմատացնես, որ կրճատես, բայց կան տեսակներ, որ միշտ մնալու են։ Ընտիր, դե իմ վերջի հարցը քեզ, ես այս հարցը միշտ տալիս եմ իմ հյուրերին։ Կան քո կյանքում մարդիկ, ովքեր մեծ դեր են ունեցել, մեծ ներդրում են ունեցել քո կյանքում եւ դու կուզենայիր իրանց հիշատակել, իրանց շնորհակալություն ասեիր։ Իմ կարծիքով միջին տարիքում ապրող մարդու համար առնվազն 20, 25, 30 նույնիսկ մարդիկ կյանքի ընթացքում ունեցել են մեծ ներդրում, սկսած մեր դպրոցի դասատուներից, դպրոցի տնօրենից, վերջացրած օրինակ իմ դեպքում իմ տեքվանդոյի առաջի մարզիչը եղել է իմ կյանքում մեծ ներդրում ունեցած մարդ, ով ցավոք հիմա ողջ չի, ես մեծ սիրով իրան իմ շնորհակալությունը կփոխանցեմ, բայց շատ մարդիկ կան ովքեր չեն եւ հնարավորություն կա իրանց հենց եթերում այդ շնորհակալությունը փոխանցել։ Ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ձևավորել են ինձ եւ դա իհարկե իմ ծնողներն են։ Այո։ Իմ հարազատությունը, իմ եղբայրները, իմ շրջապատը, նաև կարելի ասել պատական մարդիկ, ովքեր ազդել են եւ ումից դու կարող ես ծանոթ չլինես, բայց ինքը նաև ազդի քո վրա։ Իսկ քո պիծեր գործընկերներ ա մտնում, չէ՞, այս ամեն բոլոր մարդիկ եւ լավ եւ վատ, ես շնորհակալ եմ եւ վադերի համար, եւ բարի մարդկանց համար, եւ այն մարդկանց, ովքեր բարին չեն ցանկացել, ես իրենց եմ շնորհակալ, որովհետեւ միայն լավը, միայն բարին չի կարող բան անել։ Հա, պետք է նայել լինի։ Դու պետք է համացան մեջ տնես եւ պետք է դու տարբերակես, կարողանաս ճիշտ գնահատել մարդկանց եւ գիտենաս, որ եւ են կա աշխարհում եւ այդ մարդիկ կան մարդիկ, որ դու ոգևորվում ես, դու էներգիա ես ստանում իրենցից, ես դժվար պահերին, ես հիշում եմ մարդկանց, հիշում եմ իրենց ճանապարհը, որ իրենց ավելի դժվար է եղել կյանքում, եւ այդ համեմատություն տանելով ես հեշտությամբ եմ ասում այդ դժվար ճանապարհը։ Այո։ Անպայման այդ մարդիկ դու պարտադիր չէ դու իրենց հետ ծանոթանաս, դու իրենց մարդը կարող ես կարտացել ես կամ լսել ես։ Համաձայն եմ, կարող ինքը հեղինակ լինի, կարող ֆիլմի հերոս լինի։ Ինքը կա քո աշխարհում, որտեղ դու կաս, եւ ինքը ձևավորել է քո աշխարհայացքը։ Այո։ Եվ դու պետք է գիտենաս, որ բային պետք է ինչ որոշում ընդունես։ Այո։ Եվ ստեղ նաև դու համաձայն ես, չէ՞, այն կարծիքին, որ մեր միջավայրը որոշում է ամեն ինչ։ Բոլոր առումներով եւ մեր կալիբրն է որոշում մեր միջավայրը եւ մտահորիզոնն է որոշում եւ աճի տեմպերն է որոշում ու միջավայրի մեջ լինելը ինքը ամենակարևոր ֆակտորներից մեկն է։ Իհարկե։ Ինչու՞ ասենք, ես միշտ մտածում եմ, ասենք Իլոն Մասկի պես կամ Սթիվ Ջոբսի պես մարդիկ չկան Հայաստանում։ Պետք է լինեն, չէ՞։ Միջավայրը ազատ է։ Եթե մենք ունենք այդ բանը,
միջավայրը բարենպաստ, այդ մարդիկ կծնվեն ուշ թե շուտ։ Իդեպ նոր մենք որ խոսում էինք ոդկասթից առաջ, ֆիքսեցինք, որ դու Գյումրիում տեքստիլ ես ստեղծել ոչ թե որովհետև մենակ դա էր հնարավոր, չէ, տեքստիլը դա Գյումրու տրադիցիաներն ա եղել, մշակույթն ա եղել, դու վերածնունդ ես, այսինքն միջավայրը էլի ազդել է քո բիզնեսի ուղղության վրա։ Այո, իհարկե։ Այս իմաստով ես էլ Կլուբ Կապիտալի հիմնադրումից մինչև հիմա միշտ աշխատում եմ հենց այդ միջավայրի գործոնը ապահովեմ, որ մեր գործարանները իրանք իրարով ուժեղանան, իրանք իրար վարակեն, իրանք իրարից տան ստանան ու այդ միջավայրը մարդուն սկզբում մենք ենք միջավայրը ձևավորում էր, հետո միջավայրը սկսում է մեզ ձևավորել։ Այո, եւ եթե հիշում ես Կլուբ Կապիտալում ես առիթներ են լինում, որ կենաց եմ ասում են լինեք եղեք ամբիցիոզ։ Այո։ Դուք մեր ոլորտում Թուրքիան ուժեղ է, մեր հարևանն է, ինքը շատ ուժեղ է, բայց մենք 30 տարի առաջ ավելի ուժեղ ենք, քան Թուրքիան։ Մենք հիմա հետ ենք իրենցից, բայց մենք պետք է ամբիցիոզ լինենք, քանի մեր ամեն մեկս մեր բնակավարում կարողանանք փոքր հաղթանակ տանենք։ Ամեն մեկս որ տանենք այդ հաղթանակները, ամբիցիոզ լինենք, մտածենք մեր, ոչ թե ասենք ունես մինիմումը, ունես քեզ ինչ որ անհրաժեշտ է, ես կենցաղային բաների մասին ասում եւ դրանով բավարարես կամ ջերմ մարդիկ մտածում են կարելի է 50 տարեկանից հետո եթե ամեն ինչ կա գնալ հանգստի, բայց այդպես չեմ մտածում։ Ես մտածում եմ որ պետք դու ակտիվ լինես, պետք է ամբիցիաներ ունենաս, պետք է ստեղծես եւ դրանով ուժեղացնես քո երկիրը եւ դու բավարարված զգաս։ Այո։ Ամբիցիաներ դնում ես քո համար, որ դու ինչ որ բանի հասնես, բարձունքի հասնես։ Մի քանի անգամ ես հասել եմ այդ իմ երազանքներից եւ դրանից հետո ինչ որ բան է եղել, ժամանակահատված է եղել, որ չես ունեցել նպատակ, հետո դրել ես մյուս նպատակը եւ գնացել ես այդ նպատակին։ Այո։ Միշտ մտածեք մեծ, մտածեք մասշտաբային, մտածեք ոչ միայն Հայաստանի փոքր Հայաստանի ծավալներով, այլ մտածենք աշխարհի ծավալներով։ Այո։ Ես վերջերս Սինգապուր էի եւ զարմացել էի, որ այդ փոքր Սևանի չափ տարածք ունեցող երկրի հնան 600 միլիարդի է հասնում եւ մարդիկ ապրում են շատ բարեկեցիկ կյանքով եւ ես զարմացել եմ իրենց այդ քաղաքի մաքրությամբ, որ ոչ միտեղ ոչ մի բան չկար թափած։ Սևան քաղաքի չափ, հա։ Սևանի լճի մակերեսը Սինգապուր երկրի, այդ քաղաքի երկրի մակերեսին էր եւ իրենք այդ փոքր բանում տարածքում ստեղծում են 600 միլիարդ 600 միլիարդի արտադրանք են, ծառայություն, հնան է իրենց այդքան։ Մեկ շնչի մասով կարծեմ 80-90 հազար դոլար է, չէ՞ տարին։ Հա, իրենք թոփում են, իրենք բարձր տեղերում են եւ մենք ճիշտ է փոքր ենք, մենք ասում ենք որ մեր տարածքը փոքր է, բայց մենք փոքր չենք։ Մենք պետք է օգտագործենք մեր տարածքները, մեր սարերը, մեր անապատային այս տարածքները օգտագործենք ամեն տեղ, ամեն քառակուսի մետր օգտագործենք, մեր բիզնեսմենները մտածեն որ պիտի չսահմանափակվեն Հայաստանով եւ մենք կարողանանք դուրս գալ Հայաստանից դուրս, ամբիցիոզ լինենք եւ ես վստահ եմ որ մեր մեջ կա մեր գենետիկորեն մենք ունենք այդ հատկությունները, մենք ավելի գործարարությունը մեր մեջ եղել է եւ պատմությունը ցույց է տալիս որ հենց նույնը Սինգապուր մասն որ հա այդ հենց հիմնադիրները հայեր են եղել, հայ վաճառականներն են եղել։ Դες շատ մոտիվացնող նոտայով ավարտենք մեր այսօրվա դիալոգը։ Մեր հյուրն էր Lentex ընկերության հիմնադիր, սեփականատեր, կապիտալիստ, Կլուբ Կապիտալի հարգված շատ սիրված գործարար Կարեն Գոմցյանը եւ տվեք ձեր հարցերը մեկնաբանություններով, մեր հետ դարձեք երրորդ կողմ մեր ոդկասթում եւ մեր ոդկասթը կավարտվի այն օրը, որ օրը վերջին հարց գրողը կստանա իր հարցի պատասխանը։ Եվ ես եւ Կարենը մեկնաբանություններում ձեր հարցերին կպատասխանենք եւ կընտրենք մեկ հոգյուն կնվիրենք մեր նվերները, ես 1 ժամ խորհրդատվություն բիզնեսի, իսկ Կարենը իրանց արտադրանքից փաթեթ պատրաստի եւ մեր արտադրանքներից ինչ որ լավ բաներ կդանք։ Ընտիր։ Դե մինչ հանդիպում մեր հաջորդ ոդկասթների շրջանակներում եւ բոլորիդ լավ օր։